Նա հզոր գործարար էր, բայց անկարող էր տեսնել սեփական մենությունը։ Ամեն ինչ փոխվում է, երբ մայրը խորհրդավոր կերպով անհետանում է, նա գտնում է մորը մի անօթան երիտասարդի գրկում։ Այս անսպասելի հանդիպումը սկիզբ է դնում մի վերափոխման, որը նրանցից ոչ ոք երբեք չէր էլ պատկերացնի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Հուլիսյան այդ անձրոտ հինգշաբթի օրը Մաշտոցի պողոտայի երթևեկությունը կանգ էր առել։ Արմեն Սարգսյանը իր գրասենյակի 23-րդ հարկի պատուհանից դիտում էր, թե ինչպես են մեքենաների լույսերը ստեղծում կարմիր ու սպիտակ լույսերի մի գետ, որը ձգվում էր մինչ հորիզոն։ 42 տարեկանում նա ղեկավարում էր Երանի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկը, Սարգսյան գործընկերները, որը պատասխանատու էր քաղաքի ամենահեղինակավոր թաղամասերում շքեղ շենքեր կառուցելու համար։ Նրա առօրյան ռազմական ճշգրտությամբ էր կազմված։ Հանդիպումները սկսվում էին ուղիղ առավոտյան ժամը 7-ին, ավարտվում միայն այն ժամանակ, երբ Արը վաղուց մայր էր մտած լինում։ Այդ գիշեր ժամը գրեթե 10 էր, երբ Արմենը վերջապես անջատեց համակարգիչը, թուլացրեց իր իտալական փողկապը։ Եվս մեկ օր, ստորագրված պայմանագրերով, մեկ հաստատված նախագիծ, մի քանի միլիոն, ավելացած եռամսյակային շրջանառությանը։ Թվերը տպավորիչ էին, աղյուսակները ցույց էին տալիս մշտական աճ, ներդրողները գոհ էին։ Բայց այդ ողջ հաջողության մեջ կար մի դատարկություն, մի խուլ արձագանք, որն Արմենը նախընտրում էր չլսել, խեղդելով այն ավելի շատ աշխատանքով, ավելի շատ պարտավորություններով, ավելի շատ նպատակներով։ Վերցրեց բջջայինը, որպեսզի ստուգի հաղորդագրությունները տուն գնալուց առաջ։ 17 բաց թողնված զանգ։ Բոլորը մի համարից, որը նա լավ գիտեր, իր մոր, տիկին Հեղինեի տնից, որը գտնվում էր կենտրոնում։ Կրծքավանդակում հանկարծակի սեղմոց զգալով, Արմենը դողացող մատներով բացեց հեռախոսը։ Նախքան կհասցներ հետ զանգել, հեռախոսը նորից թրթռաց ձեռքին։ Զանգում էր Անահիտը, սպասուհին, որն ավելի քան 15 տարի խնամում էր տիկին Հեղինեի տունը։ Հեռախոսի մյուս կողմում ձայնը խեղդված էր, հազիվ զսպված հեկեկոցների մեջ։ Տիկին Հեղինեն առավոտյան շուտ դուրս էր եկել, թաղամասի այգում իր սովորական զբոսանքն անելու, ինչպես անում էր ամեն օր տարիներ շարունակ։ Պետք է վերադառնար 1, առավելագույնը 2 ժամից։ Բայց արդեն գիշերվա 10 էր, նա չէր վերադարձել։ Բջջայինը անջատված էր։ Ընկերուհիներից ոչ ոք նրան չէր տեսել։ Հարաններից ոչ ոք ոչինչ չգիտեր։ 72-ամյա կինը պարզապես անհետացել էր։ Արմենը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Կուլ տվեց, փորձելով պահպանել հանգստությունը, այն վերահսկվող կեցվածքը, որն օգտագործում էր ամենալարված հանդիպումների ժամանակ։ Բայց ներսում մեղքի զգացումի վախի մի փոթորիկ էր սկսվում։ Երբ էր վերջին անգամ այցելել մորը։ 2 շաբաթ առաջ։ 3 Քանի անգամ էր մայրը զանգել, ինքը խոստացել էր հանգստյան օրերին անցնել, բայց վերջին պահին չեղարկել էր ինչ-որ աշխատանքային հանդիպման պատճառով, որն ավելի հրատապ էր թվում։ Վազելով իջավ կայանատեղի, նստեց իր շքեղ մեքենան, սլացավ Երանի անձրից թրջված փողոցներով։ Անձրը թխկթխկում էր դիմապակուն, մինչ նա զանգում էր բոլոր ծանոթներին։ Զանգահարեց տիկին Գայանեին, մոր լավագույն ընկերուհուն, որն ապրում էր 2 թաղամաս այն կողմ։ Ոչինչ։ Զանգեց Նայիրի բժշկական կենտրոն, հանրապետական հիվանդանոց, մոտակա շտապօգնություն։ Այդ նկարագրությամբ կնոջ մասին որե գրանցում չկար։ Գործի դրեց անձնական անվտանգության աշխատակիցներին, խնդրեց ստուգել թաղամասի տեսախցիկները, պտտվեց տիկին Հեղինեի տան մոտակա փողոցներով, աչքերը հառած մայթերին, փնտրելով այն կարճահասակ սպիտակահեր կնոջ որե հետ, որը միայնակ էր մեծացրել իրեն, հոր վաղաժամ մահից հետո։ Ժամերը ձգվում էին դաժան դանդաղությամբ։ Արմենը շրջեց այգիներով, հացի խանութներով, դեղատներով, ցանկացած վայրով, ուր մայրը կարող էր գնացած լինել։ Խոսեց դռնապանների, գիշերային պահակների, խանութների սեփականատերերի հետ։ Ոչ ոք նրան չէր տեսել։ Կարծես տիկին Հեղինեին կուլ էր տվել մեգապոլիսը, կլանել էր բետոնն ու այդ երբեք չքնող քաղաքի քաոսը։ Ամեն անցնող րոպեի հետ մեղքի զգացումը դառնում էր ավելի ծանր, ավելի խեղդող։ Նա պետք է նկատեր, որ ինչ-որ բան այն չէ։ Պետք է ավելի շատ ուշադրություն դարձներ այն փոքր նշաններին, որոնք մայրը ցույց էր տալիս վերջին ամիսներին, պարբերական մոռացկոտություն, ամսաթվերի շփոթում, այն թեթակի կորած հայացքը, երբ հեռախոսով խոսում էին։
Երբ երկինքը սկսեց բացվել, բերելով մոխրագույն ու սառը լուսաբաց, Արմենը հոգնած ու հուսահատված էր։ Նա շրջել էր Երանի արմատյան թաղամասերի կեսը, ցույց տվել մոր լուսանկարը տասնյակ մարդկանց, կապ հաստատել ոստիկանության հետ, մոբիլիզացրել որոնողական մասնավոր խումբ։ Բայց ոչինչ։ Ոչ մի հետք, ոչ մի տեղեկություն։ Վարդանը, անվտանգության աշխատակիցներից մեկը, որին վարձել էր որոնումներին օգնելու համար, վերջապես մի նորություն բերեց։ Շենգավիթի շրջանում գտնվող մի տրանսպորտային ընկերության տեսախցիկներից մեկը նախորդ օրը առավոտյան ժամը 10-ի սահմաններում ֆիքսել էր մի տարեց կնոջ, որը միայնակ քայլում էր Բագրատունյաց փողոցով։ Նկարագրությունը համընկնում էր։ Արմենը զգաց թեթացման սարսափի խառնուրդ։ Շենգավիթը կիլոմետրերով հեռու էր տիկին Հեղինեի տնից։ Ինչ գործ ուներ նա այնտեղ։ Սրտի թրթիռով ուղղորվեց այդ շրջան։ Շենգավիթը, որը հայտնի էր իր արդյունաբերական գոտիներով, արթնանում էր առտրիս մեկ աշխույժ օրվա համար։ Բայց Արմենը ուշադրություն չէր դարձնում ցուցափեղկերին կամ իրենց դռները բացող արտրականներին։ Նրա աչքերը քրքրում էին ամեն անկյուն, ամեն նրբանցք, ամեն անցորդի։ Ցույց տվեց մոր լուսանկարը վաճառողներին, խնդրեց ստուգել տեսախցիկները, հարցրեց անօթաններին, որոնք սկսում էին բարձրանալ շենքերի քիվերի տակից, որտեղ գիշերել էին։ Մի մարդ, որն ապրանքի արկղեր էր տեղափոխում, մատնացույց արեց մի ավելի հեռավոր տարածք, լքված արդյունաբերական պահեստների համալիրի մոտ։ Արմենը գնաց նշված ուղղությամբ, զգալով, թե ինչպես է ստամոքսը կծկվում անհանգստությունից։ Տարածքը ամայի էր, հին ու կեղտոտ շենքերով, գրաֆիտիներով պատված պատերով, փոսերով լի մայթերով։ Սա այնպիսի վայր չէր, որտեղ իր մայրը երբե պետք է լիներ։ Եվ հետո նա տեսավ մորը։ Տիկին Հեղինեն նստած էր ցուրտ բետոնե հատակին, հենված քերծված պատին, հայացքը դատարկ ու հեռու։ Բայց նա մենակ չէր։ Նրա կողքին մի խղճուկ տեսքով, չսափրված մորուքով մաշված հագուստով երիտասարդ իր ջինսե բաճկոնը գցել էր տարեց կնոջ ուսերին, փորձելով պաշտպանել նրան երանյան ձմեռային առավոտվա սուր ցրտից։ Տղան 25 տարեկանից ոչ ավել կլիներ, դեմքը նիհար էր, բայց ընդգծված դիմագծերով, շագանակագույն աչքերով, որոնք արտահայտում էին մի քնքշություն, որը հակասում էր այդ տեսարանի դաժանությանը։ Արմենը վազեց նրանց մոտ, սիրտը կրծքավանդակում պայթելու չափ բաբախում էր։ Ծնկի իջավ մոր կողքին, բռնեց նրա սառը ձեռքերը։ Տիկին Հեղինեն երկար նայեց նրան, կարծես փորձում էր հիշել, թե ով է այս ճմրթված կոստյումով հոգնածությունից կարմրած աչքերով տղամարդը։ Հետո դանդաղ, թույլ ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Տղաս, մրմնջաց նա, ձայնը թույլ ու շփոթված, այս ինչ տեղ է։ Արմենը զգաց, թե ինչպես են տաք արցունքները գլորվում դեմքով։ Ամուր գրկեց մորը, զգալով այն մարմնի փխրունությունը, որը մի ժամանակ այնքան ուժեղ էր, այնքան ներկա, այնքան լի էներգիայով իրեն միայնակ մեծացնելու համար, երբ մնացել էին միայն երկուսով։ Մինչ գրկում էր նրան, նրա հայացքը հանդիպեց երիտասարդի հայացքին, որը հարգալից կանգնած էր մի քանի քայլ հեռու։ Դու ես գտել նրան, հարցրեց Արմենը խեղդված ձայնով։ Տղան գլխով արեց, ձեռքերը դնելով պատառոտված տաբատի գրպանները։ Երեք երեկոյան այստեղ էր քայլում, կորացի տեսք ուներ։ Փորձեցի հարցնել, օգնություն պետք է, բայց չկարողացավ ասել, թե որտեղ է ապրում։ Մրսում էր, շփոթված էր։ Մտածեցի, ավելի լավ է հետը մնամ, գիտեք, որպեսի վատ բան չպատահի։ Ամբողջ գիշեր այստեղ եմ մնացել, սպասել եմ, որ լուսանա, տեսնեմ, կարող եմ օգնություն գտնել։ Արմենը ոտքի կանգնեց, դեռ բռնած մորթից, նայեց երիտասարդին երախտագիտության տարակուսանքի խառնուրդով։ Ամբողջ գիշեր այստեղ ես մնացել։ Ցրտին։ Տղան ուսերը թոթվեց, կարծես դա ոչ մի առանձնահատուկ բան չէր։ Ես սովոր եմ ցրտին։ Նա, ոչ։ Չէի կարող նրան այսպես մենակ թողնել։ Արմենը դողացող ձեռքերով բաճկոնի ներքին գրպանից հանեց դրամապանակը։ Թույլ տուր քեզ մի բան տամ, գոնե։ Դու պատկերացում չունես, թե որքան։ Երիտասարդը ձեռքը բարձրացրեց, քաղաքավարի հրաժարվելով։ Պետք չէ, պարոն։ Արել եմ այն, ինչ ցանկացած մարդ կաներ։ Մայր լավ է, դա է կարորը։ Բայց ոչ բոլորը կանեին դա, պնդեց Արմենը դողացող ձայնով։ Մարդկանց մեծ մասը կանցներ կգնար։ Դու փրկել ես մորս։ Տղան հայացքը խոնարհեց, կարծես անհարմար զգալով գովասանքներից։ Ուղղակի ճիշտն եմ արել։ Հիմա դուք արդեն գտել եք նրան, կարող եք տանել բժշկի։
Նրան մասնագիտական օգնություն է պետք։ Անունդ ինչ է, հարցրեց Արմենը դրամապանակը հետ դնելով, բայց մտապահելով այդ դեմքի ամեն մանրուք։ Գաբրիել։ Գաբրիել Մանուկյան։ Արմենը մեկնեց ձեռքը, կարճ տատանումից հետո Գաբրիելը սեղմեց այն։ Այդ պարզ ձեռքսեղմումը, առանց որ նրանցից որը մեկը դեռ իմանար, կնքելու էր մի կապ, որը փոխելու էր նրանց բոլորի կյանքը ընդմիշտ։ Ես միջոց կգտնեմ քեզ պատշաճ կերպով շնորհակալություն հայտնելու, Գաբրիել։ Խոստանում եմ։ Երիտասարդը պարզապես գլխով արեց սկսեց հեռանալ, բայց նախքան կհասցներ գնալ, տիկին Հեղինեն զարմանալի ուժով բռնեց նրա թից։ Մի գնա, ասաց նա, ձայնը հանկարծակի պարզ ու հաստատուն։ Դու լավ տղա ես։ Մի գնա։ Գաբրիելը քնքշությամբ նայեց նրան բռնեց տարեց կնոջ կնճռոտ ձեռքը։ Ես հեռու չեմ գնա, տիկին Հեղինե։ Այս կողմերում կլինեմ։ Դուք լավ կնայեք նրան, հա։ Արմենը մորն ուղեկցեց դեպի մեքենան, զգուշությամբ նստեցրեց հետի նստատեղին ուղիղ գնաց դեպի հիվանդանոց։ Ամբողջ ճանապարհին տիկին Հեղինեն լուռ էր, պատուհանից նայում էր այն հեռավոր արտահայտությամբ, որը կոտրում էր Արմենի սիրտը։ Նա զանգեց Անահիտին, հայտնելով, որ գտել է տիրուհուն հիվանդանոցի ճանապարհին է, խնդրեց, որ նա մաքուր հագուստ տիկին Հեղինեի բժշկական փաստաթղթերը բերի։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում արդեն բժշկական թիմ էր սպասում։ Արմենը ճանապարհին գործի էր դրել իր կապերը, ապահովելով, որ մայրն անհապաղ օգնություն ստանա։ Մինչ բժիշկները զննում էին նրան, ինքը մնաց սպասասրահում, անկարող նստելու, վանդակում փակված գազանի պես քայլում էր այս ու այն կողմ։ Սպիտակ պատերը, ախտահանիչի հոտը, ծարքերի միջանցքի խոսակցությունների խուլ ձայները, այս ամենը ուժեղացնում էր նրա տագնապը։ 3 ժամ տեցին հետազոտությունները։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, ամբողջական նյարդաբանական գնահատում, արյան անալիզներ։ Երբ նյարդաբանը վերջապես եկավ խոսելու, Արմենը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Նստեց իրեն հատկացված առանձնասենյակի փափուկ աթոռներից մեկին։ Բժիշկ Կարեն Ավետիսյանը մոտ 50 տարեկան կլիներ, ալեխառն մազերով լուրջ, բայց բարի արտահայտությամբ։ Նստեց Արմենի կողքի աթոռին հետազոտությունների թղթապանակը դրեց ծնկներին։ Պարոն Սարգսյան, արդյունքներն այստեղ են։ Ձեր մայրը ցուցաբերում է Ալցհեյմերի հիվանդության սկզբնական փուլի հստակ նշաններ։ Պատկերային հետազոտությունները ցույց են տալիս ուղեղի որոշակի հատվածների ատրոֆիա, որը համատեղելի է հիվանդության հետ։ Շփոթության, տարածական կողմնորոշման կորստի վերջին հիշողության կորստի դրվագները, որոնք դուք նկարագրեցիք, բոլորը դասական ախտանիշներ են։ Արմենը փակեց աչքերը, թույլ տալով, որ այդ տեղեկությունը դանդաղ ներթափանցի։ Խորքում նա արդեն գիտեր։ Նշաններն այնտեղ էին, վերջին հեռախոսազրույցներում, մոր այն կորած հայացքում, երբ շաբաթներ առաջ այցելել էր նրան։ Բայց ախտորոշումը բարձրաձայն լսելը ամեն ինչ դարձնում էր սարսափելի իրական վերջնական։ Կանխատեսումը ո՞րն է, հազիվ կարողացավ հարցնել։ Բժիշկ Ավետիսյանը հոգոց հանեց։ Ալցհեյմերը պրոգրեսիվ հիվանդություն է։ Բուժում չունի, բայց մենք կարող ենք զգալիորեն դանդաղեցնել դրա զարգացումը համապատասխան դեղորայքով, մշտական հսկողությամբ, ամենակարևորը՝ հուզական խնամքով։ Ձեր մորը պետք է կառուցվածքային առօրյա, ծանոթ միջավայր, ամենից վեր, այն մարդկանց մշտական ներկայությունը, որոնց նա ճանաչում վստահում է։ Ընտանեկան աջակցությունը որոշիչ դեր է խաղում այս հիվանդների կյանքի որակի հարցում։ Ամեն բառ դանակի հարված էր Արմենի խղճին։ Մշտական ներկայություն։ Ընտանեկան աջակցություն։ Հենց այն, ինչ նա չէր տվել վերջին տարիներին, չափազանց զբաղված լինելով իր բիզնես կայսրությունը կառուցելով, մինչդեռ միակ մարդը, որն իսկապես կարող էր, թոշնում էր մենության մեջ։ Ես կխնամեմ նրան, ասաց Արմենը, ավելի շատ ինքն իրեն, քան բժշկին։ Ամեն ինչ կվերադասավորեմ։ Նա կունենա այն ամենը, ինչ պետք է։ Հաջորդ շաբաթների ընթացքում Արմենը փոխեց տիկին Հեղինեի կյանքը։ Վարձեց պրոֆեսիոնալ խնամողների թիմ, որոնք հերթափոխում էին 12-ժամյա հերթափոխով։ Տանն աննկատ տեսահսկման տեսախցիկներ տեղադրեց, ոչ թե անվստահությունից, այլ անվտանգության համար։ Հատուկ կողպեքներ դրեց դռներին, լոգարանը հարմարեցրեց բռնակներով չսահող հատակով, պահարաններն ու սենյակները պիտակավորեց բառերով նկարներով, կողմնորոշմանը օգնելու համար։ 2 տասնամյակի մեջ առաջին անգամ կրճատեց իր աշխատանքային բեռը, պատվիրակեց պարտականություններ, սկսեց գրասենյակից դուրս գալ ուղիղ երեկոյան 6-ին մոր հետ ընթրելու համար։
Բայց չնայած բոլոր խնամքներին, ողջ պրոֆեսիոնալ կառույցին, բոլոր ռեսուրսներին, որոնք իր փողը կարող էր գնել, մի բան պակասում էր։ Տիկին Հեղինեն ապատիկ էր, հեռու։ Տեղերն ընդունում էր առանց բողոքելու, թույլ էր տալիս, որ իրեն լողացնեն ու հագցնեն, ուտում էր այն, ինչ մատուցում էին, բայց նրա աչքերը մնում էին դատարկ, կարծես ներկա էր միայն ֆիզիկապես։ Արմենը ամեն երեկո խոսում էր նրա հետ, փորձելով վերականգնել հիշողությունները, պատմում էր մանկության պատմություններ, ցույց տալիս հին լուսանկարներ։ Բայց այն կապը, որը նա հուսահատորեն փնտրում էր, կարծես գնալով հեռանում էր։ Կարծես մի անտեսանելի պատ էր բաժանում մորն ու որդուն, որը կառուցվել էր աղյուս առ աղյուս նրա բացակայության տարիների ընթացքում։ Հետո, առաջին անհետացումից 3 շաբաթ անց, դա նորից պատահեց։ Արմենը ճապոնացի ներդրողների հետ հանդիպման էր, երբ զանգ ստացավ Նունեից, խնամողներից մեկից։ Տիկին Հեղինեն նորից անհետացել էր։ Տնից դուրս էր եկել, մինչ Նունեն փոխում էր սենյակի սպիտակեղենը։ Մուտքի դուռը բաց էր մնացել 5 րոպեից էլ քիչ, բայց դա բավական էր։ Արմենը ներողություն խնդրեց ներդրողներից, կիսատ թողեց հանդիպումը դուրս վազեց։ Այս անգամ նա գիտեր, թե ուր գնալ։ Ուղիղ գնաց դեպի Շենգավիթ, այն նույն լքված արդյունաբերական տարածքը, որտեղ գտել էր նրան առաջին անգամ։ Եվ ահա նա այնտեղ էր, նստած ճիշտ նույն տեղում, նույն քերծված պատի մոտ։ Եվ նրա կողքին, կարծես ինչ-որ բարձր ուժի կողմից նշանակված պահապան, Գաբրիելն էր, որը նորից իր բաճկոնով տաքացնում էր տարեց կնոջը։ Երբ Արմենը իջավ մեքենայից, Գաբրիելը բարձրացրեց աչքերը առաջին անգամ թույլ ժպտաց։ Նա վերադարձավ, պարզապես ասաց նա։ Տիկին Հեղինեն, տեսնելով Գաբրիելին, ունեցավ մի արձագանք, որն Արմենին անխոս թողեց։ Նրա աչքերը լուսավորվեցին, լայն, անկեղծ ժպիտ բացվեց դեմքին, նա բռնեց երիտասարդի ձեռքն այնպիսի ուժով, որը շաբաթներ շարունակ չէր ցուցաբերել։ Իմ տղան եկավ, ասաց նա, ձայնը պարզ ու ուրախ։ Ես գիտեի, որ կգաս։ Արմենը դիտում էր այդ տեսարանը երախտագիտության մի բանի խառնուրդով, որը ցավալիորեն նման էր նախանձի։ Մայրը ճանաչում էր Գաբրիելին։ Վստահում էր նրան։ Իրեն ապահով էր զգում նրա կողքին։ Եվ այս ամենը ընդամենը մի քանի ժամվա շփումից հետո, մինչդեռ ինքը կենսաբանական որդին շաբաթներ շարունակ պայքարում էր մի կապ կառուցելու համար, որն ավելի ու ավելի անհնարին էր թվում։ Դուք պետք է ավելի լավ անվտանգության համակարգ տեղադրեք, մեկնաբանեց Գաբրիելը, օգնելով տիկին Հեղինեին ոտքի կանգնել։ Նա կշարունակի գալ այստեղ, եթե կարողանա դուրս գալ։ Գիտեմ, պատասխանեց Արմենը, հոգնածության ժեստով ձեռքը տանելով դեմքին։ Էլ չգիտեմ ինչ անեմ։ Նա ունի լավագույն խնամողները, լավագույն պայմանները, այն ամենը, ինչ փողը կարող է գնել։ Բայց կարծես ոչինչ չի օգնում։ Գաբրիելը նայեց տիկին Հեղինեին մի քնքշությամբ, որը խորապես հուզեց Արմենին։ Գուցե սա փողի կամ պայմանների մասին չէ։ Գուցե նրան ուղղակի պետք է մեկը, ով հասկանում է իրեն։ Ով կմնա կողքին, առանց փորձելու ուղղել։ Այդ պարզ խոսքերը զանգի պես հնչեցին Արմենի մեջ։ Նա հասկացավ, որ իր բոլոր ջանքերը, ներդրված ողջ գումարը, ստեղծված ողջ կառույցը, այս ամենը իր ձն էր, փոխհատուցելու բացակայության տարիները, փորձելու լուծել խնդիրը, կարծես դաս մեկ բիզն մարտահրավեր լիներ։ Բայց մորը լուծումներ պետք չէին։ Նրան պետք էր ներկայություն։ Կապ։ Անկեղծ ջերմություն։ Մի գաղափար սկսեց ձևավորվել Արմենի մտքում։ Դա ռիսկային էր, ոչ սովորական, անշուշտ կառաջացներ մեկնաբանություններ, դատողություններ նրանց կողմից, ովքեր ճանաչում էին իրեն։ Բայց նայելով այդ տեսարանին, իր մորը, որը ժպտում էր մի լիակատար անծանոթի կողքին, մինչդեռ հազիվ էր ճանաչում իրեն, նա իմացավ, թե ինչ պետք է անի։ Գաբրիել, դու մնալու տեղ ունես, հանկարծ հարցրեց Արմենը։ Երիտասարդը տատանվեց պատասխանելուց առաջ։ Գլուխս պահում եմ։ Այստեղ մի քանի տեղ կա, որ ոչ, ընդհատեց Արմենը։ Ես նկատի ունեմ տուն։ Մշտական տեղ։ Ինչ-որ բանով աշխատում ես։ Գաբրիելը հայացքը խոնարհեց։ Աշխատել եմ։ Նախքան կյանքը բարդանալը։ Բայց վաղուց է։ Արմենը խորը շունչ քաշեց։ Պատրաստվում էր մի առաջարկ անել, որը կփոխեր ամեն ինչ։ Ուզում եմ քեզ աշխատանք առաջարկել։ Իմ ընկերությունում։ Սկզբում ոչ մի բարդ բան, ուղղակի որ հարմարվես։ Արդար աշխատավարձ, գրանցում, սոցփաթեթ։ Եվ ուզում եմ, որ օրական մի քանի ժամ անցկացնես մորս հետ։
Ոչ թե որպես պրոֆեսիոնալ խնամող, այլ որպես ընկեր։ Զրուցակից։ Նա քեզ վստահում է այնպես, ինչպես ուրիշ ոչ ոքի։ Գաբրիելը լայն բացեց աչքերը, ակնհայտորեն ցնցված։ Պարոն, ես չգիտեմ, թե հիմա պետք չէ պատասխանել, շարունակեց Արմենը։ Հանգիստ մտածիր։ Բայց առաջարկը լուրջ է։ Դու ինձ վերադարձրիր իմ կյանքի ամենակարևոր բանը։ Թույլ տուր ես էլ քեզ հնարավորություն տամ քոնը նորից սկսելու։ Հաջորդած լռությունը լի էր իմաստով։ Գաբրիելը նայեց տիկին Հեղինեին, որը դեռ բռնած էր նրա ձեռքը, հետո Արմենին, վերջապես կեղտոտ բետոնե հատակին, որտեղ 2 գիշեր անցկացրել էր, պաշտպանելով մի անծանոթի։ Ես ընդունում եմ, վերջապես ասաց նա, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Բայց մի պայմանով։ Ուզում եմ, որ ինձ վերաբերվեն ինչպես ցանկացած այլ աշխատակցի։ Չեմ ուզում արտոնություններ կամ հատուկ վերաբերմունք ձեր մոր պատճառով։ Ուզում եմ իմ տեղը վաստակել իմ աշխատանքով։ Արմենը մեկնեց ձեռքը, երկուսս մեկ անգամ սեղմեցին այն։ Այդ ձեռքսեղմումը կնքում էր մի համաձայնություն, որը շատ ավելին էր, քան պարզ աշխատանքային պայմանագիրը։ Դա փրկության, բուժման վերափոխման մի ճանապարհորդության սկիզբն էր, որը նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Մինչ մորը տանում էր դեպի մեքենան, իսկ Գաբրիելը հետում էր մի քանի քայլ հեռվից, Արմենը նայեց Երանի մոխրագույն երկնքին երկար ժամանակ անց առաջին անգամ հույսի նման մի բան զգաց։ Գուցե տիեզերքը Գաբրիելին դրել էր տիկին Հեղինեի ճանապարհին հենց նրա համար, որ բոլորին մի դաս տար, որը փողով հնարավոր չէր գնել։ Որ իսկական հարստությունը հոգ տանելու, կարեկցելու, կարիքավորի կողքին լինելու կարողության մեջ է։ Եվ այսպես, մինչ մեգապոլիսը շարունակում էր իր կատաղի առօրյան, նրանց շուրջ 3 կյանքեր պատրաստվում էին միահյուսվել այնպիսի ձևով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել, առաջնորդվելով կարեկցանքի, երկրորդ հնարավորության ամենաանհավանական վայրերում ծնվող սիրո անտեսանելի թելով։ Գաբրիելն առաջին գիշերն անցկացրեց Երանի կենտրոնում գտնվող համեստ հյուրանոցում, որի համար Արմենը պնդել էր վճարել։ Դա պարզ սենյակ էր, բայց նրա համար, ով վերջին տարիներին քնել էր շենքերի քիվերի տակ, կամուրջների տակ, մաքուր սավաններով, այդ մահճակալն ու տաք ցնցուղը բացարձակ շքեղություն էին թվում։ Մթության մեջ պառկած ճաքճքած առաստաղին նայելով, Գաբրիելը դեռ չէր կարողանում հավատալ այն շրջադարձին, որ իր կյանքն ունեցել էր ընդամենը մի քանի օրում։ Նա չէր պատմել Արմենին, բայց այն ցուրտ գիշերը, երբ գտել էր տիկին Հեղինեին մոլորված թափառելիս, Գաբրիելն իր գոյության ամենամութ պահերից մեկում էր։ Մտածել էր հանձնվելու, պարզապես թույլ տալու, որ կյանքի անպատակ հոսանքն իրեն տանի։ Բայց հետո տեսել էր այդ շփոթված, ցրտից դողացող, լիովին խոցելի տարեց կնոջը, ինչ-որ բան նրա մեջ արթնացել էր։ Մարդկայնության մի կայծ, որը կարծում էր, թե կորցրել է մնացած ամեն ինչի հետ միասին։ Այդ գիշեր նրան խնամելը փրկել էր երկուսին էլ, տարբեր ձերով։ Հաջորդ առավոտ Գաբրիելն իր կյանքի ամենաերկար ցնցուղն ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը լվանա ոչ միայն կեղտը, այլ իր կրած ամոթի ու բեռի մի մասը։ Երբ նայեց մշուշոտ հայելուն, հազիվ ճանաչեց սեփական դեմքը անհավասար մորուքի տակից։ Արմենը գումար մի գրություն էր թողել, հրահանգներով, որպեսի աշխատանքի համար հարմար հագուստ գնի։ Ոչ մի թանկ կամ աչքի ընկնող բան, պարզապես հիմնականը դասական տաբատներ, վերնաշապիկներ, մի զույգ պարկեշտ կոշիկ։ Փեթակ տոնավաճառի հանրախանութներից մեկով քայլելը տարօրինակ փորձառություն էր։ Վաճառողները կասկածանքով էին նայում նրան, հավանաբար սովոր լինելով այդ տարածքում մանր գողությունների։ Գաբրիելն արագ վերցրեց այն, ինչ պետք էր, կանխիկ վճարեց, դուրս եկավ, նախքան որը մեկը կհասցներ հարցաքննել իր ներկայությունը։ Հետո գտավ մի պարզ վարսավիրանոց, որտեղ մի իտալացի ծերունի հմտությամբ բարեհամբույր զրույցով կտրեց նրա մորուքն ու հարդարեց մազերը։ Երբ ավարտեց, Գաբրիելը հազիվ ճանաչեց իրեն։ Հայելու մեջի տղամարդը տարիներով երիտասարդ էր թվում, ընդգծված դիմագծերով, շագանակագույն աչքերով, որոնք, չնայած հոգնածությանը, դեռ վճռականություն էին կրում։ Արմենը նրան սպասում էր, Սարգսյան գործընկերներ, ընկերության նախասրահում, ուղիղ ժամը 9-ին։ Հյուսիսային պողոտայի վրա գտնվող շենքը տպավորիչ էր, ամբողջովին հայելային ապակուց, ճակատային մասում ուղղահայաց այգիով, որը տպավորում էր այցելուներին։ Գաբրիելի ստամոքսը կծկվեց, մտնելով այն աշխարհ, որը մի ժամանակ իրեն հարազատ էր, բայց հիմա այնքան հեռու էր թվում, որքան լուսինը։ Ես քեզ կներկայացնեմ որպես Գաբրիել Մանուկյան, տեխնիկական սպասարկման բաժնի նոր աշխատակից, բացատրեց Արմենը, մինչ բարձրանում էին հայելապատ վերելակով։ Դու կսկսես օգնել մեր օբյեկտների շենքային սպասարկման կառավարման հարցում։
Սկզբում ոչ մի տեխնիկական բան, ուղղակի ուղեկցել թիմերին, կազմել հիմնական հաշվետվություններ, այդպիսի բաներ։ Կարորը, որ հարմարվես միջավայրին։ Գաբրիելը պարզապես գլխով արեց, փորձելով զսպել այն տագնապը, որը ստիպում էր սրտին արագ բաբախել։ Քանի տարի էր անցել, ինչ նա դասական հագուստ էր հագել մտել կորպորատիվ միջավայր։ 4 5 Հավերժություն էր թվում։ Տեխնիկական սպասարկման բաժնի տնօրենը Տիգրան Գորգյան անունով մի խստադեմ մարդ նրան ընդունեց պրոֆեսիոնալ քաղաքավարությամբ, բայց Գաբրիելը նկատեց վերլուծող հայացքը, որը փորձում էր հասկանալ, թե որտեղից է եկել այս աշխատակիցը, որն ակնհայտորեն ընկերության սեփականատիրոջ ուղղակի հանձնարարականով էր եկել։ Առաջին օրերին Գաբրիելը գլուխը կախ էր պահում, քիչ էր խոսում, շատ էր դիտում։ Անում էր ճիշտ այն, ինչ ասում էին, միշտ ժամանակից շուտ էր գալիս, հեռանում էր, երբ բոլորն արդեն գնացած էին լինում։ Բայց շշուկները երկար չսպասեցրին։ Ընդհանուր խոհանոցում, միջանցքում, վերելակում։ Ենթադրություններ այն մասին, թե ով էր այն երիտասարդը, որը հայտնվել էր ոչ մի տեղից ուղղակի մուտք ուներ Արմեն Սարգսյանի մոտ։ Ոմանք ասում էին, որ նա անհաջողության մատնված հեռավոր ազգական է։ Ուրիշները, որ գործարարի արտամուսնական որդին է։ Բամբասանքներն անխուսափելի էին ցանկացած կորպորատիվ միջավայրում, Գաբրիելը վաղուց սովորել էր անտեսել, թե ինչ են մտածում ուրիշներն իր մասին։ Սակայն կար մի մարդ, որը նրան վերաբերվում էր անկեղծ հարգալից հետաքրքրությամբ։ Անի Դավթյանը սոցիալական նախագծերի համակարգող էր, ընկերության կառուցվածքում փոքր հաճախ անտեսված մի բաժին։ Նա 30 տարեկան էր, գանգուր մազերը միշտ հավաքված գործնական սանրվածքով, խելացի աչքեր, կարմիր շրջանակով ակնոցի հետում մի ժպիտ, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Ի տարբերություն մյուսների, Անին անտեղի հարցեր չէր տալիս, պարզապես օգնություն էր առաջարկում, երբ տեսնում էր, որ Գաբրիելը դժվարանում է որե համակարգի կամ ընթացակարգի հետ։ Նախկինում աղյուսակների հետ աշխատել ես, հարցրեց նա մի օր, գտնելով նրան Excel-ի էկրանի առաջ կանգնած։ Այո, վաղուց, խոստովանեց Գաբրիելը, զգալով, թե ինչպես է դեմքը տաքանում։ Բայց կարծես բանաձերի կեսը մոռացել եմ։ Անին մի աթոռ քաշեց նստեց նրա կողքին։ Թույլ տուր մի քանի հնարք ցույց տամ։ Շատ է հեշտացնում։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում նա համբերատար սովորեցնում էր նրան, առանց որևէ վերամբարձության նշույլի։ Գաբրիելը նկատեց, որ նա ուներ այն հազվագյուտ շնորհը մարդկանց ստիպելու իրենց հարմարավետ զգալ, կարծես սխալվելը ամոթալի չէր, այլ պարզապես սովորելու գործընթացի մի մաս։ Շնորհակալ եմ, ասաց նա, երբ վերջապես կարողացավ աղյուսակը գործի գցել։ Դու փրկեցիր օրս։ Անին ժպտաց։ Բան չկա։ Իդեպ, եթե որևէ բանի կարիք ունենաս, իմ սենյակը միջանցքի վերջում է։ Դուռը միշտ բաց է։ Աշխատանքի ընդմիջումներին Արմենը Գաբրիելին տանում էր տիկին Հեղինեին այցելելու։ Կենտրոնում գտնվող տունը ընդարձակ էր լի լույսով, հին կահույքով, որը տասնամյակների պատմություն էր պատմում։ Տարեց կինը Գաբրիելին ընդունում էր մի ուրախությամբ, որը խիստ հակասում էր պրոֆեսիոնալ խնամողների հանդեպ նրա ապաթիային։ Նրա աչքերը լուսավորվում էին, նա բռնում էր նրա ձեռքերը, խոսում էր բաներից, որոնք երբեմն իմաստ ունեին, երբեմն ոչ, բայց միշտ այն անկեղծ ջերմությամբ, որը հուզում էր Գաբրիելի սիրտը։ Դու վերադարձար, իմ տղա, ասում էր նա ամեն անգամ։ Ես գիտեի, որ կվերադառնաս։ Արմենը դիտում էր այս փոխազդեցությունները մի բարդ զգացումով, որը օրեր տեց, մինչ նա կարողացավ բացահայտել որպես երախտագիտություն, խառնված ցավի մի կսկիծի հետ։ Մայրը Գաբրիելի մեջ գտել էր մի բան, որը ինքը, իսկական որդին, չէր կարողանում առաջարկել։ Բայց վիրավորվելու փոխարեն, Արմենը սկսեց սովորել։ Դիտում էր, թե ինչպես է Գաբրիելը նստում տիկին Հեղինեի կողքին առանց շտապելու, ինչպես է բռնում նրա ձեռքն առանց ուժի, ինչպես է թույլ տալիս, որ նա առաջնորդի զրույցները, առանց փորձելու ուղղել նրան կամ վերադարձնել իրականություն, երբ նա շեղվում էր։ Մի օր, երբ տիկին Հեղինեն քնում էր բազկաթոռին Գաբրիելի հետ երկար զրույցից հետո, Արմենը նրան կանչեց հետի այգի։ Կարող եմ քեզ անձնական հարց տալ, սկսեց Արմենը, զգուշությամբ ընտրելով բառերը։ Գաբրիելը թեթակի լարվեց, բայց գլխով արեց։ Ինչ է պատահել քեզ հետ։ Ինչպես հայտնվեցիր փողոցում։ Գաբրիելը երկար լռեց, աչքերը հառած վարդերին, որոնք տիկին Հեղինեն տասնամյակներ շարունակ աճեցնում էր։ Արմենն արդեն պատրաստվում էր ասել, որ նա պարտավոր չէ պատասխանել, երբ Գաբրիելը վերջապես խոսեց։ Ես ճարտարապետություն էի սովորում ԵՊՀ-ում։ Կրթաթոշակով էի, Գյումրիից էի, հասարակ ընտանիքից։
Ծնողներս բանվորներ էին, քրտնաջան աշխատում էին, որ ինձ համալսարանում տեսնեն։ Ես լավն էի, գիտեք։ Բարձր գնահատականներ ունեի, նույնիսկ մի քանի մրցանակ էի շահել ուսանողական նախագծերի մրցույթներում։ Մտածում էի, որ վերջապես կկարողանամ փոխել իմ կյանքը, ավելի լավ կյանք տալ ծնողներիս։ Նա դադար առավ, ձայնը թեթակի խեղդվեց։ Արմենը լուռ մնաց, Գաբրիելին տարածք տալով, որպեսզի շարունակի իր ռիթմով։ Երրորդ կուրսում ես մշակեցի կայուն սոցիալական բնակարանաշինության նախագիծ։ Դա իմ գիրքն էր, գիտեք։ Արժանապատիվ բնակարաններ ստեղծել նրանց համար, ովքեր ամենաշատն էին դրա կարիքն ունեին։ Ամիսներ շարունակ աշխատեցի դրա վրա։ Նորարարական էր, ստեղծագործական լուծումներ ուներ խնդիրների համար, որոնք ոչ ոք դեռ չէր լուծել։ Ցույց տվեցի մի պրոֆեսորի, որին շատ էի հիանում, խորհուրդ հարցրեցի։ Նա գովեց, ասաց, որ բացառիկ է։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ 2 ամիս անց ես իմացա, որ նա իմ նախագիծը ներկայացրել է միջազգային կոնֆերանսում որպես իրենը։ Փոխել էր մի քանի մակերեսային մանրուք, բայց էությունը, կենտրոնական գաղափարները, ամեն ինչ իմն էր։ Երբ բողոքեցի, նա օգտագործեց իր ողջ ազդեցությունը համալսարանում։ 40 տարվա կարիերա ուներ, հարգված էր, հայտնի։ Ես ընդամենը աղքատ, կրթաթոշակով ուսանող էի։ Ո՞ն կհավատային։ Եվ հավատացին նրան, ավարտեց Արմենը, ձայնը լի զսպված զայրույթով։ Ոչ։ Միայն հավատացին, այլ ինձ հեռացրին համալսարանից գրագողության համար։ Ասացին, որ ես եմ պատճենել նրա աշխատանքը, ամեն ինչ շուռ տվեցին։ Կրթաթոշակս չեղարկվեց, հեղինակությունս ոչնչացվեց։ Ոչ մի այլ համալսարան ինձ չընդունեց։ Փորձեցի աշխատել, բայց հեռացման խարանը հետում էր ինձ։ Դռները մեկ առ մեկ փակվում էին։ Իսկ ծնողներդ։ Գաբրիելը փակեց աչքերը, Արմենը տեսավ, թե ինչպես ցավն ալիքի պես անցավ նրա դեմքով։ Մայրս չդիմացավ հիասթափությանը, սկանդալին։ Նա սրտի խնդիր ուներ։ Այս ամենից հետո շատ վատացավ։ Հեռացավ հեռացումից 6 ամիս անց։ Հայրս կոտրվեց, սկսեց խմել։ 1 տարի անց աշխատանքային դժբախտ պատահար ունեցավ։ Նա էլ գնաց։ Ցավում եմ, ասաց Արմենը, իսկապես ցավում էր։ Հիմա հասկանում էր Գաբրիելի անկման խորությունը, կորուստների դաժան հաջորդականությունը, որը նրան հասցրել էր փողոց։ Մնացի մենակ, առանց ընտանիքի, առանց դիպլոմի, առանց երաշխավորագրերի, առանց ոչնչի։ Փորձեցի նորից սկսել, բայց կյանքը գնալով դժվարանում էր։ Կորցրի բնակարանը, որը կիսում էի այլ ուսանողների հետ, հետո ժամանակավոր աշխատանքը, որը գտել էի, հետո մյուսը։ Դա պարույր էր։ Երբ տեսա, արդեն ապաստարաններում էի քնում։ Հետո նույնիսկ ապաստարաններում տեղ չկար։ Այդ ժամանակ սկսեցի իսկապես փողոցում ապրել։ Եվ ոչ մի պահ չմտածեցիր վրեժ լուծել այդ պրոֆեսորից։ Ճշմարտությունը բացահայտելու մասին, հարցրեց Արմենը, անկեղծորեն հետաքրքրված։ Գաբրիելը տխուր ժպտաց։ Մտածել եմ։ Շատ։ Հազարդ եմ պլանավորել նրա կարիերան ոչնչացնելու, ինչպես նա իմը ոչնչացրեց։ Բայց հետո հասկացա, որ դա մորս հետ չի բերի։ Հորս չի հարություն տա։ Ինձ չի վերադարձնի կորցրած տարիներս։ Վրեժը ինձ կդարձներ նրա պես վատ մարդ։ Այնպես որ, որոշեցի թողնել։ Առաջ գնալ։ Կամ գոնե փորձել։ Այդ զրույցը ինչ-որ բան փոխեց Արմենի մեջ։ Նա սկսեց Գաբրիելին տեսնել ոչ միայն որպես մորը փրկած մարդու, այլ որպես մեկի, ով վերապրել էր աներակայելի կորուստներ, այնուամենայնիվ պահպանել էր իր մարդկայնությունը։ Այդ քնքշության մեջ ուժ կար, այդ դառնալուց հրաժարվելու ընտրության մեջ քաջություն։ Հաջորդ շաբաթների ընթացքում Գաբրիելը սկսեց աչքի ընկնել աշխատանքում։ Նրա ճարտարապետական կրթությունը, թեկուզ անավարտ, նրան տալիս էր նախագծերի շենքային սպասարկման կարիքների յուրահատուկ ընկալում։ Նա բացահայտեց խնդիրներ, որոնք ուրիշները բաց էին թողել, առաջարկեց բարելավումներ, որոնք գումար խնայեցին, կազմեց այնքան մանրամասն լավ կառուցված հաշվետվություններ, որոնք գրավեցին Տիգրան Գորգյանի ուշադրությունը։ Այս տղան լավն է, մի առավոտ տնօրենը մեկնաբանեց Արմենի հետ։ Շատ լավը։ Յուրահատուկ հայացք ունի, միջինից բարձր վերլուծական կարողություն։ Որտեղից ասացիր, որ գտել ես նրան։ Արմենը խորհրդավոր ժպտաց։ Ասենք, թե նա ճիշտ տեղում էր ճիշտ ժամանակին։
Առաջին աշխատավարձով Գաբրիելը մի փոքրիկ բնակարան վարձեց Նոր Նորքում։ Դա պարզ մեկսենյականոց բնակարան էր, հին կահույքով, որը թողել էր նախկին վարձակալը, բայց ուներ մի պատուհան, որը նայում էր դեպի արևելք, դա իրենն էր։ Տարիներ անց առաջին անգամ Գաբրիելն ուներ հասցե, մի վայր, որը կարող էր տուն անվանել։ Այդ առաջին գիշերը լաց եղավ մենակ բարկած բարակ ներքնակի վրա, նայելով բծավոր առաստաղին, զգալով երախտագիտության այս հնարավորությունը չվատնելու պատասխանատվության ծանրությունը։ Սկսեց վերականգնել իր փաստաթղթերը։ Գնաց քաղաքացու սպասարկման գրասենյակ, կորցրած փաստաթղթերի կրկնօրինակները հանելու, բանկային հաշիվ բացեց, կանոնավորեց սոցիալական քարտը։ Ամեն քայլը իր քաղաքացիական ինքնության, աշխարհում իր տեղի վերականգնումն էր, որպես քաղաքացի, ոչ թե որպես քաղաքի ստվերներում բնակվող անտեսանելի մեկը։ Անին օգնեց նրան ավելի լավ հագուստ գնել, խորհուրդ տվեց մի ատամնաբույժի, որը մատչելի գնով բուժում կատարեց, պարտքով տվեց նախագծերի կառավարման մասին գրքեր, որոնք իր կարծիքով նրան դուր կգային։ Աստիճանաբար նրանց միջ անկեղծ ընկերություն ձևավորվեց։ Նա չէր հարցնում նրա անցյալի մասին, բայց հասկացնում էր, որ այնտեղ է, եթե նա խոսելու կարիք ունենա։ Դու մարդկանց հետ շփվելու շնորհք ունես, մեկնաբանեց նա մի անգամ շենքի սննդի կետում ճաշի ժամանակ։ Նկատել ես, թե ինչպես են սպասարկման բաժնի տղաները քեզ հարգում։ Նրանք ցանկացածին չեն լսում, բայց քեզ լսում են։ Գաբրիելը ուսերը թոթվեց, անհարմար զգալով գովասանքից։ Կարծում եմ, որովհետև ես նրանց հարգանքով եմ վերաբերվում։ Որպես հավասարների։ Ճիշտ այդպես, պատասխանեց Անին, գցելով իր բուսական սենդվիչը։ Այստեղի մարդկանց մեծ մասը նրանց վերաբերվում է, կարծես անտեսանելի լինեն։ Դու, ոչ։ Նրանք դա նկատում են։ Մինչ Գաբրիելը վերականգնում էր իր մասնագիտական կյանքը, նրա հարաբերությունները տիկին Հեղինեի հետ խորանում էին անսպասելի ձևով։ Նա ամեն օր այցելում էր տարեց կնոջը, երբեմն աշխատանքից առաջ, երբեմն ճաշի ժամին, միշտ օրվա վերջում։ Բերում էր ծաղիկներ, որոնք գնում էր փողոցային վաճառողներից, էժան շոկոլադներ, որոնք նա սիրում էր, հին լուսանկարներ, որոնք նա սիրում էր վերանայել։ Նորից պատմիր այն պատմությունը, երբ քո տղան փոքրիկ էր, հաճախ էր խնդրում նա։ Եվ Գաբրիելը պատմում էր այն պատմությունները, որոնք Արմենը կիսել էր նրա հետ, չարաճճի տղայի մասին, որն ուզում էր տիեզերագնաց դառնալ, որը մեքենաներ էր հավաքում, որը բարձրանում էր բակի ծառերի վրա անհանգստացնում մորը։ Տիկին Հեղինեն ժպտում էր, երբեմն հիշում էր մանրամասներ, երբեմն հորինում էր ուրիշներ, բայց միշտ այն մաքուր երջանկության արտահայտությամբ։ Արմենը դիտում էր այս ամենը զգացմունքների խառնուրդով։ Սովորել էր կուլ տալ հպարտությունը ընդունել, որ Գաբրիելը կարողանում էր հասնել մորը այնպիսի ձերով, որոնք ինքը չէր կարողանում։ Բայց հեռանալու փոխարեն, Արմենը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել երկուսի հետ էլ, Գաբրիելից սովորելով անկեղծ ներկայության, առանց ակնկալիքների ջերմության, լուռ ընկերակցության արվեստը, որը երբեմն 1000 բառից ավելի արժեր։ Աստիճանաբար ինչ-որ բան սկսեց փոխվել նա Արմենի մեջ։ Նա, ով միշտ վազում էր հանդիպումից հանդիպում, ով մինչ ուշ գիշեր պատասխանում էր նամակներին, ով աշխատանքը տեսնում էր որպես հաջողության միակ չափանիշ, սկսեց դանդաղեցնել տեմպը։ Ավելի շատ պարտականություններ պատվիրակեց իր տնօրենների թիմին, սովորեց ոչ ասել այն պարտավորություններին, որոնք նախկինում անփոխարինելի էր համարում, սկսեց գրասենյակից դուրս գալ երեկոյան 6-ին, տիկին Հեղինեի Գաբրիելի հետ ընթրելու համար։ Այն երեկոներին, երբ երեքով միասին ընթրում էին կենտրոնի տանը, երբ տիկին Հեղինեն նախագահում էր սեղանի գլխին, նույնիսկ երբ շփոթում էր, թե շաբաթվա որ օրն է, Արմենը զգում էր մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել, պատկանելության զգացում, շահույթներից ու պայմանագրերից ավելի մեծ բանի մաս լինելու զգացում։ Դա անկատար ընտանիք էր, կառուցված անսովոր հանգամանքների վրա, բայց դա իրական էր։ Լիլիթը, Արմենի գործադիր քարտուղարուհին, նկատեց փոփոխությունները։ Դուք փոխվել եք, մեկնաբանեց նա մի առավոտ, նրա սուրճը բերելիս։ Ավելի թեթ, ավելի ներկա։ Արմենը ժպտաց։ Սովորում եմ, որ կան ավելի կարևոր բաներ, քան նրանք, որոնք հայտնվում են աղյուսակներում։ Բայց ոչ բոլոր օրերն էին հանգիստ։ Ընկերությունում տեղի ունեցած մի միջադեպ քիչ մնաց Գաբրիելի աշխատանքի գինն արժենար։ Ամենահին մենեջերներից մեկը, Դավիթ Մկրտչյանը, մի ամբարտավան մարդ, որը Գաբրիելի վերելքը սպառնալիք էր տեսնում, սկսեց լուրեր տարածել, թե նա արտոնյալ վերաբերմունք է ստանում, որ արժանի չէ այնտեղ լինելու, որ պարզապես ղեկավարի հովանավորյալն է։ Մի օր, մատակարարների հետ հանդիպման ժամանակ, Դավիթը միտումնավոր հարցրեց Գաբրիելի կարծիքը մի բարդ տեխնիկական ասպեկտի մասին, հուսալով, որ նա չի կարողանա պատասխանել։
Բոլորի համար անսպասելի Գաբրիելը ոչ միայն իրավասու պատասխանեց, այլ բացահայտեց մի թերություն նախագծում, որը բոլորը բաց էին թողել։ Սենյակում լռություն տիրեց։ Դավիթը գունատվեց։ Հանդիպումից հետո Դավիթը հետեց նրան միջանցք։ Դու կարող ես մյուսներին խաբել քո այդ խեղճի պատմությունով, որը հերոս դարձավ, բայց ես գիտեմ, թե դու իրականում ով ես։ Մի պատեհապաշտ, որն օգտվեց իրավիճակից։ Գաբրիելը խորը շունչ քաշեց, պայքարելով նույն կերպ պատասխանելու մղման դեմ։ Դուք ինձ չեք ճանաչում։ Եվ պարտավոր չեք ինձ սիրել։ Ես պարզապես պետք է իմ աշխատանքը լավ անեմ։ Վստահ եղիր, որ ես հետելու եմ քո ամեն մի սխալին, սպառնաց Դավիթը հեռանալուց առաջ։ Այդ գիշեր Գաբրիելը հուզականորեն հյուծված հասավ բնակարան։ Մի պահ դատվելու, մի անտեսանելի բեռ կրելու հին զգացումը, որից երբեք չէր կարողանում ազատվել, վերադարձավ ամբողջ ուժով։ Նստեց մահճակալի եզրին, գլուխը ձեռքերի մեջ, կասկածելով, թե արդյոք ճիշտ էր ընդունել այս հնարավորությունը, թե արդյոք պարզապես հետաձգում էր անխուսափելի ձախողումը։ Հեռախոսը զանգեց։ Անին էր։ Իմացա, թե ինչ է պատահել այսօր։ Դավիթն այդպիսին է բոլորի հետ, ում զգում է, որ կարող է իրեն ստվերել։ Մի հանձնվիր այդ ապուշի պատճառով, հա։ Դու արժանի ես այստեղ լինելու։ Քո աշխատանքը խոսում է քո փոխարեն։ Շնորհակալ եմ, Անի, ասաց Գաբրիելը։ Պետք էր սա լսել։ Վաղը միասին կճաշենք, ես քեզ Դավիթի մասին սարսափելի պատմություններ կպատմեմ, որոնք քեզ կծիծաղեցնեն, խոստացավ նա։ Եվ հենց այդպես էլ արեց։ Հաջորդ օրը ճաշի ժամանակ Անին նրան ծիծաղեցրեց Դավիթի մասնագիտական ձախողումների, հանդիպումների ժամանակ նրա հիստերիաների պատմություններով, թե ինչպես են բոլորը նրան հանդուրժում միայն նրա երկարամյա աշխատանքի համար։ Գաբրիելն իրեն ավելի լավ, ավելի թեթ զգաց, հիշելով, որ մենակ չէ այս ճանապարհորդության մեջ։ Բայց հենց տիկին Հեղինեն էր, որ իր մշուշոտ իմաստությամբ նրան տվեց ամենակարևոր հեռանկարը։ Մի օր, երբ Գաբրիելը հատկապես ընկճված էր, նա բռնեց նրա ձեռքը ասաց զարմանալի պարզությամբ. Իմ տղա, կարևոր չէ, թե ինչ են ասում ուրիշները։ Կարևոր է, թե դու ինչ գիտես քո մասին։ Դու բարի սիրտ ունես։ Եվ դա ոչ ոք չի կարող խլել։ Այդ պարզ խոսքերը խորապես հուզեցին Գաբրիելին։ Տիկին Հեղինեն իր շփոթության պահերին կարողանում էր տեսնել ճշմարտություններ, որոնք շատերը իրենց կարողությունների լիարժեքության մեջ չէին կարողանում։ Նա հասկացավ, որ տարիներ շարունակ թույլ էր տվել, որ ուրիշների կարծիքը սահմանի իր արժեքը, սկզբում համալսարանում, հետո փողոցում։ Ժամանակն էր սկսել դա սահմանել ինքնուրույն։ 2 շաբաթ անց Դավիթը լուրջ սխալ թույլ տվեց մի կարևոր մատակարարի հետ պայմանագրում։ Հենց Գաբրիելը բացահայտեց խնդիրը ժամանակին ուղղելու համար, նախքան այն զգալի վնասներ կպատճառեր։ Երբ Տիգրան Գորգյանը հարցրեց, թե ինչու նա թույլ չտվեց, որ սխալը անցնի, քանի որ Դավիթն իր թշնամին էր, Գաբրիելը պարզապես պատասխանեց. Որովհետև ես ոչ ոքի դեմ չեմ աշխատում։ Ես աշխատում եմ ընկերության համար։ Այդ վերաբերմունքը հասավ Արմենի ականջին, որը Գաբրիելին կանչեց իր սենյակ։ Նստած մահագոնի սեղանի հետում, գործարարը նայում էր նրան մի արտահայտությամբ, որը Գաբրիելը չէր կարողանում վերծանել։ Դու շարունակում ես ինձ զարմացնել։ Դավիթը քո կյանքը դժոխք է դարձրել, այնուամենայնիվ դու նրան փրկեցիր աղետից։ Գաբրիելը ուսերը թոթվեց։ Նրան սխալվել թողնելը ինձ ավելի լավ մարդ չէր դարձնի։ Պարզապես ինձ կդարձներ նրա պես փոքրոքի։ Արմենը ոտքի կանգնեց գնաց պատուհանի մոտ, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Գիտես, ես այս ամենը կառուցել եմ մատնացույց արեց շենքերի հորիզոնը, անողոք մրցակցության փիլիսոփայությամբ։ Ջախջախել մրցակիցներին, հանգիստ չտալ, հաղթել ամեն գնով։ Կարծում էի, որ դա ուժ է։ Բայց դու ինձ ցույց ես տալիս, որ շատ ավելի մեծ ուժ կա ազնիվ լինելու մեջ։ Չգիտեմ, թե արդյոք ես ազնվության օրինակ եմ, պատասխանեց Գաբրիելը։ Պարզապես գիտեմ, որ չեմ ուզում սահմանվել ինձ հետ պատահած վատագույնով։ Ուզում եմ սահմանվել նրանով, թե ինչպես եմ ընտրում արձագանքել։ Արմենը նորից նստեց, աչքերը խոնավացած մի զգացմունքից, որն այլս չէր թաքցնում։ Մայրս ընտրեց վստահել քեզ այն ցուրտ օրը Շենգավիթում։ Դա նրա կայացրած լավագույն ընտրությունն էր։ Որովհետև դու ոչ միայն նրան փրկեցիր։ Դու փրկում ես մեզ երկուսիս։ Այդ գիշեր երեքը նորից միասին ընթրեցին։
Տիկին Հեղինեն հատկապես պարզամիտ էր, պատմում էր երիտասարդության պատմություններ, թե ինչպես էր միայնակ մեծացնում Արմենին, թե որքան դժվար, բայց նա հատուցող էր։ Գաբրիելն ու Արմենը լսում էին հարգալից լռությամբ, յուրաքանչյուրն իր մտորումներով ընտանիքի, կորստի վերականգնման մասին։ Երբ Գաբրիելը վերջապես գնաց, արդեն գրեթե կեսգիշեր էր։ Տուն վերադառնալու ճանապարհին, քայլելով Երանի լուսավորված փողոցներով, նա նայեց աստղերին, որոնք համառորեն փայլում էին, չնայած քաղաքի լուսային աղտոտմանը, թույլ տվեց իրեն երկար ժամանակ անց առաջին անգամ երջանկության նման մի բան զգալ։ Նրա կյանքը դեռ հեռու էր կատարյալ լինելուց։ Առջում մարտահրավերներ կային, վերքեր, որոնք դեռ պետք է սպիանային, վախեր, որոնք դեռ հետապնդում էին նրան գիշերվա կեսին։ Բայց կար նա հույս, մի նոր ընտանիք, որն ընդունել էր նրան, մի նպատակ, որը սկսում էր ուրվագծվել հորիզոնում։ Եվ առաջին անգամ, երբ ամեն ինչ փլուզվել էր, Գաբրիել Մանուկյանը թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, վատագույնն արդեն անցյալում էր։ Գարունը երան բերեց ծաղկած սակուրաներ, ավելի թեթ օդ, որը հակադրվում էր հետում մնացած ձմռան մոխրագույնին։ Գաբրիելը 6 ամիս էր լրացնում Սարգսյան գործընկերներ, ում նրա վերափոխումը նկատելի էր։ Նա այլս այն կորած ու անվստահ մարդը չէր, որը ամաչկոտ մտել էր գրասենյակ։ Քայլում էր իր արժանապատվությունը վերականգնած մարդու ուղիղ կեցվածքով, խոսում էր այն մարդու վստահությամբ, ով գիտեր, թե ինչի մասին է խոսում, ժպտում էր այն մարդու թեթությամբ, ով սկսում էր հաշտվել անցյալի հետ։ Տիգրան Գորգյանը նրան բարձրացրել էր տեխնիկական սպասարկման համակարգողի պաշտոնի, որը գալիս էր ավելի շատ պատասխանատվությամբ մի աշխատավարձով, որը թույլ էր տալիս Գաբրիելին ոչ միայն վճարել իր հաշիվները, այլ սկսել մի փոքր գումար խնայել։ Նա նոր կահույք էր գնել բնակարանի համար, գրանցվել էր նախագծերի կառավարման երեկոյան դասընթացի, նույնիսկ կարողացել էր գնել օգտագործված, բայց հուսալի մեքենա, որը հեշտացնում էր նրա տեղաշարժը քաղաքում։ Բայց ամենամեծ փոփոխությունը նյութական չէր։ Այն ներքին էր։ Գաբրիելը նորից սկսել էր երազել ապագայի մասին, մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Մտածում էր նորից ճարտարապետություն սովորելու, գուցե մի օր սեփական գրասենյակ ունենալու, մարդկանց կյանքում փոփոխություն բերող նախագծեր ստեղծելու մասին։ Դրանք դեռ համեստ երազանքներ էին, որոնք շշնջում էր միայն մտքում, բայց դրանք այնտեղ էին, ծլում էին ինչպես սակուրայի ծաղիկները, որոնք ավետում էին ավելի լավ օրեր։ Տիկին Հեղինեն նույնպես զարմանալի վերականգնում էր ցուցաբերում։ Բժիշկ Ավետիսյանը չէր թաքցնում իր զարմանքը ամսական այցելությունների ժամանակ։ Թե Ալցհեյմերը բուժում չուներ դեռ այնտեղ էր, հիվանդության զարգացումը կարծես զգալիորեն դանդաղել էր։ Տարեց կինն ավելի ու ավելի շատ պարզամտության պահեր էր ունենում, ժամանակահատվածներ, երբ պարզ խոսում էր ներկայի մասին, կատակներ անում, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերում Գաբրիելի Արմենի կյանքի նկատմամբ։ Դա ջերմությունն է, բացատրել էր բժիշկը վերջին այցելության ժամանակ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ալցհեյմերով հիվանդները, որոնք մշտական սեր են ստանում, որոնք ուժեղ հուզական կապեր ունեն, հակված են ունենալ շատ ավելի լավ կյանքի որակ։ Տիկին Հեղինեն շրջապատված է մարդկանցով, որոնք իրեն իսկապես սիրում են։ Դա ամեն ինչ փոխում է։ Արմենը գիտեր, որ Գաբրիելն այդ բարելավման էական մասն էր։ Երիտասարդի իր մոր միջ կապը մի բան էր, որը գերազանցում էր ռացիոնալ բացատրությունները։ Այնտեղ մաքուր ջերմություն կար, առանց երկրորդ մտքերի, առանց մեղքի զգացումի կամ ակնկալիքների բեռի։ Տիկին Հեղինեն Գաբրիելին անվանում էր իմ տղա, իսկ նա նրան իմ տիկին Հեղին է, այդ պարզ մականունների մեջ մի աշխարհ քնքշություն կար։ Ինքը, Արմենը, փոխվել էր։ Նրա գործարար ընկերները մեկնաբանում էին փոփոխությունը։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի քիչ լարված էր, մասնակցում էր ավելի քիչ դատարկ սոցիալական միջոցառումների, ավելի շատ ժամանակ էր նվիրում նախագծերին, որոնք իսկապես կարևոր էին։ Սկսել էր հետաքրքրվել սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններով, մի բան, որը նախկինում տեսնում էր միայն որպես մարքեթինգային ռազմավարություն։ Հիմա տեսնում էր որպես անկեղծ նպատակ։ Սեպտեմբերի այդ ոսկեգույն օրերից մեկում, երբ Երանյան գարունն իր լավագույնն էր ցուցադրում, ամեն ինչ նորից փոխվեց։ Արմենը հանդիպում ուներ Վահե Գրիգորյանի հետ, մի հին գործընկերոջ, որին մի քանի տարի չէր տեսել։ Վահեն միջին չափի շինարարական ընկերության սեփականատեր էր, հետաքրքրված էր քննարկելու հնարավոր համագործակցություն հարավային թաղամասերից մեկում։ Գաբրիելն Արմենի սենյակում էր, վերանայում էր որոշ պայմանագրեր, երբ Վահեն ժամանեց։ Բարձրահասակ, լավ սանրված ալեխառն մազերով, անթերի կոստյումով մի ժպիտով, որը ցույց էր տալիս արհեստականորեն սպիտակեցված ատամները։ Ողջունեց Արմենին ուժգին ձեռքսեղմումով, հավանության հայացքով նայեց գրասենյակին։
Արմեն, ընկերս, դու շարունակում ես աճել։ Տպավորիչ է։ Փորձում ենք մեր լավագույնն անել, դիվանագիտորեն պատասխանեց Արմենը։ Ահա, սա Գաբրիել Մանուկյանն է, իմ տեխնիկական սպասարկման համակարգողը։ Գաբրիել, Վահե Գրիգորյան։ Գաբրիելը քաղաքավարի մեկնեց ձեռքը, բայց այն պահին, երբ նրա աչքերը հանդիպեցին Վահեի աչքերին, զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում ողնաշարով։ Այդ հայացքում ինչ-որ բան կար, մի ճանաչում, որը ստիպեց նրան բնազդաբար հետ քաշվել։ Վահեն իր հերթին սեղմեց Գաբրիելի ձեռքը չափազանց ուժեղ, ժպիտը լայնանալով մի ձով, որը չհասավ նրա աչքերին։ Գաբրիել Մանուկյան, կրկնեց Վահեն, կարծես համտեսելով անունը։ Այս անունն ինձ ծանոթ է։ Շատ ծանոթ։ Գաբրիելը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Ոչ, չէր կարող լինել։ Երանի բոլոր մարդկանցից, բոլոր գործարարներից, որոնց Արմենը կարող էր ճանաչել, պետք է հենց նա լիներ։ Տիեզերքը դաժան կատակ էր անում։ Վահեն շարունակեց նայել Գաբրիելին այն ժպիտով, որն այժմ ավելի շատ դիմակի էր նման։ Սպասիր, ես հիշում եմ քեզ։ Եվ, չէ՞։ Ճարտարապետության շինարարության ֆակուլտետ։ Դու այն ուսանողն էիր, որին հեռացրին գրագողության համար մոտ 5 տարի առաջ։ Դու ես, չէ՞։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Արմենը շփոթված նայեց Վահեից Գաբրիելին։ Գաբրիելը մնաց անշարժ, դեմքը գունատ, ձեռքերը բռունցք արած մարմնի կողքերին։ Վերականգնման բոլոր տարիները, ողջ արժանապատվությունը, որը նա այդքան ջանասիրաբար վերականգնել էր, կարծես սպառնալիքի տակ էին այդ մեղադրանքով լի խոսքերի պատճառով։ Վահեն ծիծաղեց, մի ձայն առանց հումորի։ Արմեն, դու գիտես, որ վարձել ես մեկին, որին հեռացրել են համալսարանից, որին բացահայտել են որպես գրագող։ Տղա, սկանդալը մեծ էր այն ժամանակ։ Ես հիշում եմ, որովհետև ես ֆակուլտետի խորհրդի անդամ էի, մասնակցել եմ նրա հեռացման որոշումը կայացնող հանձնաժողովին։ Այդ վերջին խոսքերը Գաբրիելին հարվածեցին որպես բռունցքի հարված ստամոքսին։ Վահեն ոչ միայն մեկն էր, ով գիտեր պատմությունը։ Նա ակտիվ մասնակցություն էր ունեցել իր կյանքի ոչնչացմանը։ Նրանցից մեկը, ով նստել էր այդ սեղանի շուրջ, լսել էր շինծու մեղադրանքները, որոշել էր վերջ դնել նրա երազանքներին, առանց նույնիսկ ճշմարտությունը հետաքննելու։ Արմենը ոտքի կանգնեց, արտահայտությունը փակ։ Վահե, կարծում եմ, ավելի լավ է հիմա գնաս։ Այս հանդիպումն ավարտված է։ Բայց ինչու՞, ծացրեց Վահեն զարմանք։ Ես պարզապես անհանգստանում եմ քեզ համար, ընկեր։ Վստահ ես, որ ուզում ես այսպիսի անցյալով մեկին քո բիզնեսում։ Մտածիր ընկերության հեղինակության մասին։ Ես ասացի, որ դուրս գաս, կրկնեց Արմենը, ձայնը ցածր, բայց լի հեղինակությամբ։ Հիմա։ Վահեն ձեռքերը բարձրացրեց կեղծ հանձնվելով։ Ինչպես կուզես։ Բայց երբ խնդիրները սկսվեն, չասես, թե չեմ զգուշացրել։ Եվ շրջվելով դեպի Գաբրիել, թույնով ավելացրեց. Որոշ սխալներ մեզ հետապնդում են ընդմիշտ, տղա։ Դու պետք է դա իմանաս։ Երբ դուռը փակվեց Վահեի հետից, լռությունը նորից լցրեց սենյակը։ Գաբրիելը կանգնած էր նույն տեղում, նայում էր հատակին, ուսերը լարված։ Արմենը մոտեցավ նրան, բայց չգիտեր ինչ ասել։ Գիտեր պատմությունը, գիտեր, որ մեղադրանքը կեղծ էր, բայց տեսնելով այդ ամոթի բեռը Գաբրիելի վրա, նա միաժամանակ զայրացած անզոր էր զգում։ Ներողություն եմ խնդրում, վերջապես ասաց Գաբրիելը, ձայնը թույլ։ Ես պետք է քեզ ասեի, որ նա հանձնաժողովի անդամներից էր։ Բայց երդվում եմ, որ չգիտեի, որ դուք իրար ճանաչում եք։ Դու ներողություն խնդրելու ոչինչ չունես, հաստատական պատասխանեց Արմենը։ Ոչինչ։ Այդ մարդը մի ապուշ է, որն ակնհայտորեն սիրում է նվաստացնել ուրիշներին, իրեն հզոր զգալու համար։ Եվ նա այլս երբեք այս ընկերություն ոտք չի դնի։ Բայց նա մի բանում ճիշտ է։ Սա ինձ միշտ հետապնդելու է։ Կարևոր չէ, թե որքան եմ աշխատում, որքան եմ ջանք թափում։ Միշտ լինելու է մեկը, որը կհիշեցնի, կդատի։ Ոչ, ասաց Արմենը, բռնելով Գաբրիելի ուսերից ստիպելով նրան նայել աչքերի մեջ։ Սա քեզ կհետապնդի միայն այն դեպքում, եթե դու թույլ տաս։ Եվ ես թույլ չեմ տա։ Մենք կապացուցենք, որ քեզ անարդարացի են վարվել։ Մենք կմաքրենք քո անունը։ Ինչպես, հարցրեց Գաբրիելը առանց հույսի։ Արդեն 5 տարի է անցել։ Ներգրավված մարդիկ արդեն առաջ են գնացել։
Ոչ ոք չի ուզենա քրքրել սա։ Ես կուզենամ, հայտարարեց Արմենը։ Եվ ես ունեմ ռեսուրսներ, կապեր, փաստաբաններ։ Եթե դու ինձ թույլ տաս, ես կհետաքննեմ ամեն ինչ, կգտնեմ ապացույցներ, վկաներ, ցանկացած բան, որը ցույց կտա ճշմարտությունը։ Դու արժանի ես քո կյանքը լիովին վերադարձնելու, Գաբրիել։ Ոչ թե դրա մի կտորը։ Գաբրիելը զգաց, որ աչքերը այրվում են։ Այդ բոլոր տարիների ընթացքում ոչ ոք չէր պայքարել իր համար։ Ոչ ոք չէր հավատացել իր տարբերակին։ Եվ հիմա այստեղ Արմենն էր, առաջարկում էր մոբիլիզացնել իր ողջ ուժն ու ազդեցությունը, ուղղելու մի անարդարություն, որը նույնիսկ իր պատասխանատվությունը չէր։ Ինչու դու դա կանեիր ինձ համար, հարցրեց Գաբրիելը, անկեղծորեն շփոթված։ Արմենը ժպտաց, բայց աչքերում տխրություն կար։ Որովհետև դու ինձ վերադարձրիր մորս։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ որովհետև, Գաբրիել, դու ամենաազնիվ մարդն ես, որին ես ճանաչում եմ։ Ես թույլ չեմ տա, որ քո անցյալը սահմանվի մի վախկոտի ստով։ Այդ գիշեր Արմենը սկսեց մոբիլիզացնել իր թիմը։ Վարձեց լավագույն փաստաբաններին, որոնք մասնագիտացած էին ակադեմիական գործերում, մասնավոր խուզարկուների, հետաքննելու պրոֆեսորին, որը գողացել էր Գաբրիելի նախագիծը, հետաքննող լրագրողների գործը մանրամասն ուսումնասիրելու համար։ Այն, ինչ սկսվել էր որպես հավատարմության ժեստ, արագորեն վերածվեց անձնական առաքելության։ Արմենն արդարություն էր ուզում ոչ միայն Գաբրիելի, այլ բոլոր նրանց համար, ովքեր ճնշվում են կոռումպացված համակարգերի անխիղճ հզոր մարդկանց կողմից։ Հաջորդ շաբաթների ընթացքում հետաքննությունն արագ առաջ գնաց։ Պարզեցին, որ պրոֆեսոր Արթուր Բաբայանը կասկածելի վարքի պատմություն ուներ։ Այլ նախկին ուսանողներ սկսեցին հայտնվել նմանատիպ պատմություններով, յուրացված գաղափարների, գողացված վարկերի, ակադեմիական ահաբեկման մասին։ Գտան էլեկտրոնային նամակներ, որոնք ապացուցում էին, որ Արթուրը հասանելիություն ուներ Գաբրիելի նախագծին, նախքան այն որպես իրենը ներկայացնելը։ Վկաներ, որոնք այն ժամանակ լռել էին վախից, հիմա, տարիներ անց, պատրաստ էին խոսել։ Գաբրիելը հետում էր ամեն ինչին հույսի սարսափի խառնուրդով։ Ամեն նոր ապացույցի, ամեն վկայի հետ, որը հաստատում էր իր տարբերակը, նա հսկայական թեթացում էր զգում։ Բայց նա վախ էր զգում։ Վախ, վերաբացելու վերքեր, որոնք դեռ լիովին չէին սպիացել։ Վախ, որ վերջում, նույնիսկ ապացույցներով, ոչ ոքի դա չի հետաքրքրի։ Անին այս ընթացքում հիմնարար աջակցություն էր։ Նա սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել Գաբրիելի հետ, ճաշեր, որոնք երկարում էին, զրույցներ, որոնք դուրս էին գալիս մասնագիտականից։ Նրանց մեջ կապ էր աճում, մի ձգողություն, որը երկուսն էլ զգում էին, բայց ոչ ոք դեռ չէր բարձրաձայնել։ Գաբրիելը վախենում էր հուզականորեն բացվել, թույլ տալ մեկին մտնել իր վիրավոր սրտի մնացորդները։ Բայց Անին համբերատար էր, հասկացող չէր ճնշում։ Հենց նա առաջարկեց, որ Գաբրիելը նորից կամավորական աշխատանք կատարի, մինչ հետաքննությունը ընթանում էր։ Պետք է մի բան անես, որը քեզ կկապի սկզբնական նպատակի հետ, ասաց նա։ Հիշում ես, թե ինչու էիր ուզում ճարտարապետ դառնալ։ Մարդկանց օգնելու համար։ Թույլ մի տուր, որ այս ամբողջ պատմությունը քեզ ստիպի մոռանալ դա։ Գաբրիելը սկսեց հանգստյան օրերին աշխատել Էրեբունու շրջանում գտնվող մի ապաստարանում, որն աջակցություն էր տրամադրում անօթան մարդկանց։ Ճակատագրի հեգնանքով այնտեղ լինելը մարդկանց հետ, ովքեր ապրում էին այն իրականությունը, որը նա այդքան լավ գիտեր, տարօրինակ խաղաղություն էր բերում։ Նա կարող էր օգնել, ուղղորդել, առաջարկել մի փոքր այն հույսից, որը Արմենը նրան տվել էր։ Ապաստարանում նա հանդիպեց Լուսինե Ասատրյանին։ Նա սոցիալական աշխատող էր, 30 տարեկան, մուգ մազերը միշտ հավաքված գործնական պոչով, կանաչ աչքեր, որոնք կարծես տեսնում էին մարդկանց միջով։ Լուսինեն տարված էր իր աշխատանքով, նվիրվում էր ամեն գործին եռանդով, պայքարում էր բյուրոկրատիայի դեմ, մոբիլիզացնում էր ռեսուրսներ, չէր հանգստանում, մինչ իսկապես չօգներ։ Դու փողոցում ես եղել, պնդեց Գաբրիելը երկրորդ անգամ հանդիպելիս, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Լուսինեն չժխտեց։ 12-ից 15 տարեկանում։ Մայրս թմրամոլ էր, հայրս անհետացել էր, երբ ես երեխա էի։ Ապրել եմ ապաստարաններում, փողոցում, մինչ մի սոցիալական աշխատող ինձ փրկեց։ Նա բառացիորեն փրկեց իմ կյանքը։ Դրա համար եմ անում այն, ինչ անում եմ։ Սա իմ փոխհատուցման ձն է։ Գաբրիելն անմիջապես կապ զգաց։ Այստեղ մեկն էր, ով հասկանում էր, ով գիտեր հասարակության համար անտեսանելի լինելու այդ յուրահատուկ ցավը։
Նրանք սկսեցին ավելի շատ խոսել, փորձով կիսվել, միասին նախագծեր մշակել ապաստարանում։ Եվ աստիճանաբար նրանց միջ ավելին սկսեց ծաղկել։ Մի նույն ժամանակ Արմենը վերջապես բավարար ապացույցներ հավաքեց։ Ուներ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, առնվազն 6 նախկին ուսանողների վկայություններ, դատաբժշկական փորձաքննություն, որը ցույց էր տալիս, որ բնօրինակ նախագիծը Գաբրիելինն էր։ Պատրաստ էր հրապարակայնորեն ոչնչացնել պրոֆեսոր Արթուր Բաբայանին, բացահայտել սկանդալը լրատվամիջոցներում, դատի տալ համալսարանին կատարված անարդարության համար։ Հանդիպում նշանակեց Գաբրիելի հետ, ներկայացնելու այն ամենը, ինչ հայտնաբերել էր։ Փաստաթղթերը տարածեց գրասենյակի սեղանին, աչքերը փայլում էին այն մարդու ադրենալինից, ով պատրաստվում էր հաղթել կարևոր ճակատամարտում։ Մենք ամեն ինչ ունենք, Գաբրիել։ Ամեն ինչ։ Կարող ենք նրան կործանել։ Բացահայտել ճշմարտությունը։ Լիովին մաքրել քո անունը։ Նա կկորցնի ամբիոնը, հեղինակությունը, գուցե նույնիսկ քրեական գործերի առջ կանգնի։ Արդարությունը վերջապես կհաղթանակի։ Գաբրիելը նայեց այդ թղթերին, իր անմեղության ապացույցներին, վրեժի հնարավորությանը, որի համար տարիներ առաջ ամեն ինչ կտար։ Եվ զգաց դատարկություն։ Այդ ոչնչացման հեռանկարում ուրախություն չկար, միայն խորը հոգնածություն։ Իսկ եթե ես խնդրեմ քեզ ոչինչ չանել սրանով, հարցրեց Գաբրիելը ցածրաձայն։ Արմենը դադարեց թղթերը դասավորելուց նայեց նրան, շփոթված։ Ինչ նկատի ունես։ Գաբրիել, սա քո արդարացումն է։ Քո հնարավորությունը աշխարհին ցույց տալու, որ քեզ անարդարացի են վարվել։ Բայց դա ծնողներիս հետ կբերի, հարցրեց Գաբրիելը, ձայնը խեղդված։ Ինձ կվերադարձնի։ Կորցրած 5 տարիներս։ Կջնջի։ Ցուրտ գիշերները, քաղցը, նվաստացումը։ Ոչ, բայց ապա ինչ է իրականում փոխվում, ընդհատեց Գաբրիելը։ Ես ոչնչացնում եմ այս մարդուն, հետո։ Ինձ ավելի լավ եմ զգում։ Որքան ժամանակ։ Մի շաբաթ։ Մի ամիս։ Եվ հետո։ Դառնությունը կանցնի թե։ Պարզապես կաճի։ Արմենը նստեց, ապշած։ Բայց նա արժանի է վճարելու իր արածի համար։ Այո, արժանի է։ Բայց ես չեմ ուզում լինել այդ պատժի գործիքը։ Արդեն չափազանց շատ բեռ եմ կրել ուսերիս, Արմեն։ Ատելություն, վիրավորանք, վրեժի ցանկություն։ Այս ամենը ինձ միայն ավելի ծանր էր դարձնում, ավելի կապված այդ անցյալին։ Ես գտել եմ առաջ գնալու միջոց։ Ունեմ աշխատանք, որն ինձ արժանապատվություն է տալիս, նոր ընտանիք, քեզ տիկին Հեղինեին, ծանոթացել եմ Անի Լուսինեի պես անհավանական մարդկանց հետ։ Ես նորից կյանք ունեմ։ Ինչու պետք է այս ամենը դեն նետեմ վրեժ լուծելու համար։ Բայց դա միայն վրեժ չէ, վիճեց Արմենը։ Դա արդարություն է։ Երաշխավորելն է, որ նա դա այլս ոչ ոքի հետ չի անի։ Գաբրիելը վերցրեց թղթերից մեկը, մտավոր գողությունն ապացուցող էլեկտրոնային նամակի պատճենը։ Դուք կարող եք այս ապացույցներն օգտագործել համալսարանում անանուն բողոք ներկայացնելու համար։ Թող ներքին հետաքննություն սկսեն։ Թող համապատասխան միջոցներ ձեռնարկեն։ Բայց ես չեմ ուզում հրապարակայնորեն ներգրավված լինել դրանում։ Չեմ ուզում, որ իմ վերականգնումը լինի մեկին տապալելու մասին։ Ուզում եմ, որ այն լինի ոտքի կանգնելու մասին։ Տարբերություն կա։ Արմենը ձեռքը տարավ դեմքին, պայքարելով հասկանալու համար։ Վստահ ես դրանում։ Այս ամենից հետո։ Վստահ եմ, պատասխանեց Գաբրիելը համոզված։ Եվ գիտես ինչու։ Որովհետև ես մի բան եմ սովորել այս բոլոր տարիների ընթացքում։ Իսկական ուժը ճակատամարտեր հաղթելու մեջ չէ։ Այն ընտրելու մեջ է, թե որ ճակատամարտերն արժե մղել։ Եվ սա այլս արժանի չէ։ Ես արդեն հաղթել եմ, երբ ընտրեցի նորից սկսել։ Երբ ընտրեցի թույլ չտալ, որ նրա արածը սահմանի, թե ով եմ ես։ Այդ խոսքերն այնպես ազդեցին Արմենի վրա, որ նա չէր սպասում։ Այստեղ մի մարդ էր, որն աշխարհի բոլոր պատճառներն ուներ դառնալու, վրիժառու, դաժան լինելու, որը ձեռքերում ուներ կատարյալ հնարավորություն ոչնչացնելու նրան, ով ոչնչացրել էր իրեն։ Եվ ընտրում էր ներումը։ Ոչ թե թուլությունից, այլ ուժից։ Իմաստությունից։ Հասկանալուց, որ որոշ բեռներ պարզապես արժանի չեն կրելու։ Դու ինձնից լավ մարդ ես, ասաց Արմենը, ձայնը դողում էր։
Ես նրան կոչնչացնեի առանց երկու անգամ մտածելու։ Սա լավ կամ վատ լինելու մասին չէ։ Սա ընտրելու մասին է, թե ինչպիսի մարդ եմ ուզում լինել այսուհետ։ Եվ ես ընտրում եմ լինել մեկը, ով անցյալը թողնում է անցյալում։ Այդ գիշեր Արմենն արեց այն, ինչ Գաբրիելը խնդրել էր։ Ամբողջական փաստաթղթերի փաթեթն ուղարկեց ԵՓ-ի համապատասխան մարմնին, անանուն, բոլոր հավաքված ապացույցներով։ Չնշեց Գաբրիելի անունը, պարզապես ներկայացրեց փաստերը, թողեց, որ հաստատությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Շաբաթներ անց լրատվամիջոցներում զգուշորեն տեղեկություն տարածվեց, որ պրոֆեսոր Արթուր Բաբայանը հետաքննվում է ակադեմիական անբարեխղճության համար։ Նրա հեղինակությունը սկսեց փլուզվել, բայց ուշադրության կենտրոնից հեռու, առանց հանրային սկանդալի։ Գաբրիելը հետում էր ամեն ինչին հեռվից, մի հանգստությամբ, որը ինքն էլ չգիտեր, որ ունի։ Խղճում էր պրոֆեսորին, ինչը զարմացրեց նրան։ Խղճում էր ստերի վրա կառուցված կարիերայով վատնված կյանքի, խայտառակությամբ նշանավորվելիք ծերության համար։ Բայց բավարարվածություն չէր զգում։ Պարզապես լուր ավարտ, ինչպես մեղմորեն փակել մի սենյակի դուռ, որտեղ այլս չես բնակվում։ Գաբրիելի ներելու ընտրությունը հիմնարար բան փոխեց Արմենի մեջ։ Նա սկսեց վերանայել իր ողջ բիզնեսի, կյանքի փիլիսոփայությունը։ Միշտ հավատացել էր, որ հաջողությունը տիրապետելու, հաղթելու, մրցակցությանը ենթարկելու մասին է։ Բայց Գաբրիելը նրան ցույց էր տվել, որ շատ ավելի մեծ ուժ կա ողորմածության, խաղաղությունն ընտրելու կարողության մեջ, երբ ուժ ունես պատերազմի համար։ Տիկին Հեղինեն իր տպավորիչ պարզամտության պահերից մեկում ամփոփեց ամեն ինչ մի նախադասությամբ, որը կմնար երկուսի սրտում։ Նստած էր այգում Գաբրիելն ու Արմենը, յուրաքանչյուրը մի կողմում, երբ ասաց. «Ներումը նվեր չէ, որը մենք տալիս ենք նրան, ով մեզ վիրավորել է։ Դա նվեր է, որը մենք տալիս ենք ինքներս մեզ։ Դա ընտրություն է, թույլ չտալու, որ անցյալը գողանա մեր ապագան»։ Երկու տղամարդիկ նայեցին իրար, հիացած այն կնոջ իմաստությամբ, որին հիվանդությունը պետք է նվազեցներ, բայց որը փոխարենը կարծես բացահայտել էր նրա ամենախորը էությունը։ Մինչ աշունը մոտենում էր, բերելով ոսկեգույն տերներ մեղմ ցուրտ, երեքի կյանքը շարունակում էր իր վերափոխումը։ Գաբրիելը գրանցվեց մասնավոր համալսարանում, վերսկսելու ճարտարապետության դասընթացը, այժմ վճարելով սեփական գրպանից, խնայած գումարով։ Աշխատում էր ցերեկը, սովորում էր շաբաթական 3 երեկո, դեռ ժամանակ էր նվիրում ապաստարանում կամավորական աշխատանքին, իհարկե, այցելում էր տիկին Հեղինեին, երբ կարողանում էր։ Լուսինեն նա պաշտոնապես սկսեցին հանդիպել։ Դա հարաբերություն էր, որը կառուցված էր փոխադարձ հարգանքի, հասկացողության ընդհանուր նպատակի ամուր հիմքերի վրա։ Նա գիտեր նրա դերին, որովհետ ուներ իրենը։ Նա հասկանում էր նրա պայքարները, որովհետ նմանատիպ ճակատամարտեր էր մղել։ Միասին նրանք ավելի ուժեղ էին, ավելի ամբողջական։ Անին նշեց նրանց հարաբերությունները անկեղծ ուրախությամբ, առանց խանդի նշույլի, ինչը հաստատեց Գաբրիելի համար, որ նրանց միջ ընկերությունը հենց դա էր, մաքուր իսկական։ Նա Լուսինեն արագ ընկերացան, միավորված այն ջերմությամբ, որը երկուսն էլ զգում էին Գաբրիելի նկատմամբ, սոցիալական գործերի հանդեպ ընդհանուր նվիրվածությամբ։ Արմենը նույնպես սեր գտավ անսպասելի ձով։ Հանդիպեց բժշկուհի Սոնա Մելիքյանին, ապաստարանի կամավոր բժշկուհուն, որտեղ աշխատում էր Գաբրիելը, նախագծին ծանոթանալու համար կատարած այցի ժամանակ։ Նա 40 տարեկան էր, այրի, իր հանգստյան օրերը նվիրում էր խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց անվճար սպասարկելուն։ Նրա մեջ գործնական բարություն կար, առանց դատարկ ռոմանտիզմի, որը խորապես հուզեց Արմենին։ Նրանք սկսեցին հանդիպել, սկզբում մասնագիտական համատեքստում, քննարկելով, թե ինչպես Սարգսյան գործընկերները կարող է ավելի շատ աջակցել ապաստարանի աշխատանքին, հետո ընթրիքների, որոնք գնալով ավելի քիչ գործնական հանդիպում էին ավելի շատ ռոմանտիկ ժամադրություններ։ Սոնային չէր տպավորում Արմենի փողը, նրան տպավորում էին նրա փոփոխությունները, փոփոխություն բերելու նրա անկեղծ ցանկությունը։ Տես քեզ, կատակեց Գաբրիելը մի օր, տեսնելով, թե ինչպես է Արմենը գրասենյակից շուտ դուրս գալիս Սոնայի հետ հանդիպելու։ Աշխատանքը թողնում ես 5-ին։ Երբեք չէի մտածի, որ այս օրը կտեսնեմ։ Արմենը ծիծաղեց։ Դու ինձ սովորեցրիր, որ կան ավելի կարևոր բաներ, քան աղյուսակներն ու հանդիպումները։ Իսկ դու ինձ սովորեցրիր, որ աշխարհում դեռ կան լավ մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթին, լուրջ պատասխանեց Գաբրիելը։ Երկուսը գրկախառնվեցին, եղբայրների, ընկերների, հոգիների գրկախառնություն, որոնք փրկել էին միմյանց, նույնիսկ առանց գիտակցելու։ Տիկին Հեղինեն դիտում էր այս ամենը խաղաղ ժպիտով։
Նրա հիշողությունը հաճախ դավաճանում էր, նա մոռանում էր անուններ ամսաթվեր, երբեմն չէր ճանաչում, թե որտեղ է։ Բայց միշտ ճանաչում էր այն սերը, որը շրջապատում էր իրեն։ Եվ այդ պարզության պահերին նա նայում էր իր որդուն, այն երիտասարդին, որին որդեգրել էր որպես մյուս որդի, խորը երախտագիտություն էր զգում, որ ողջ է ականատես լինելու այդ հրաշքին։ 2 տարին անցավ ինչպես արագ թերթվող էջեր մի գրքի, որի պատմությունը վերջապես երջանիկ հուն էր ստացել։ Երանը շարունակում էր իր կատաղի առօրյան, բայց այն հոգիների փոքրիկ շրջանակի համար, որոնք հանդիպել էին ամենաանհավանական հանգամանքներում, կյանքը վերածվել էր մի բանի, որը նրանցից ոչ ոք չէր համարձակվել երազել։ Գաբրիելը ճարտարապետության դասընթացի ավարտին էր։ Նրա գնահատականները օրինակելի էին, նախագծերը գրավում էին դասախոսների ուշադրությունը, նա վերականգնել էր ոչ միայն իր տեղը ակադեմիական աշխարհում, այլ իր սկզբնական գիրքը մասնագիտության հանդեպ։ Շարունակում էր աշխատելը Սարգսյան գործընկերներ ում ցերեկը, սովորում էր շաբաթական 3 երեկո, իր հանգստյան օրերը նվիրում էր Էրեբունու ապաստարանում կամավորական աշխատանքին, այժմ արդեն Լուսինեի կողքին, որը դարձել էր շատ ավելին, քան նրա ընկերուհին, նրա կյանքի նպատակի գործընկերը։ Նոր Նորքի բնակարանը փոխարինվել էր ավելի մեծ տեղով Սարյան փողոցի մոտակայքում, մի բոհեմական հյուրընկալ թաղամասում, որը համապատասխանում էր նրանց կյանքի նոր փուլին։ Լուսինեն տեղափոխվել էր այնտեղ 6 ամիս առաջ, միասին նրանք այդ տարածքը վերածել էին իսկական տան, պատշգամբում բույսերով, գրադարաններում սփռված գրքերով, պատերին լուսանկարներով, որոնք պատմում էին հավաքական վերականգնման պատմությունը։ Արմենը նույնպես փոխել էր իր ապրելու աշխատելու ձը։ Սարգսյան գործընկերներն այլևս պարզապես շահույթի վրա կենտրոնացած կառուցապատող ընկերություն չէր։ Նա զգալիորեն վերաուղղորդել էր ներդրումները դեպի սոցիալական բնակարանաշինության նախագծեր, ստեղծել էր հիմնադրամ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար մատչելի բնակարաններ կառուցելու նպատակով, իրականացրել էր մասնագիտական վերապատրաստման ծրագրեր խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց համար։ Շահույթները զգալիորեն նվազել էին, բայց սոցիալական ազդեցությունն աճել էր էքսպոնենցիալ կերպով։ 5 գործընկերներից ներդրողներից շատերը լքեցին նավը, քննադատելով նոր ուղղությունը, որը համարում էին չափազանց իդեալիստական, քիչ շահութաբեր։ Արմենը թույլ տվեց, որ նրանք գնան առանց վիրավորանքի։ Գտավ նոր գործընկերներ, որոնք կիսում էին իր տեսլականը, սոցիալական գիտակցություն ունեցող գործարարներ, ազդեցության ներդրողներ, որոնք հաջողությունը չափում էին ոչ միայն դրամով, այլ փոխված կյանքերով։ Սոնան միշտ նրա կողքին էր, աջակցում էր ամեն որոշման, իր բժշկական մարդասիրական հեռանկարը բերում նախագծերին։ Նրանք ամուսնացել էին տիկին Հեղինեի տան այգում համեստ արարողությամբ, միայն ամենամտերիմների ներկայությամբ։ Տարեց կինն այդ օրը փայլում էր, պարզամիտ հուզված, հագել էր մանուշակագույն զգեստ, որը Սոնան հատուկ ընտրել էր նրա համար։ Հենց տիկին Հեղինեն բռնեց Սոնայի ձեռքը, խորհրդանշականորեն հանձնեց Արմենին, հաստատուն ձայնով ասելով. «Լավ նայիր իմ տղային։ Նա հսկայական սիրտ ունի, պարզապես մեկը պետք էր, որ ցույց տար, թե ինչպես այն ճիշտ օգտագործել»։ Բոլորը լաց եղան այդ պահին, հուզված այն կնոջ պարզամտությունից, իմաստությունից, որին հիվանդությունը փորձում էր ջնջել, բայց որը համառորեն փայլում էր ամենակարևոր պահերին։ Տիկին Հեղինեի բարելավումը շարունակում էր զարմացնել բժիշկներին։ Բժիշկ Ավետիսյանը բացահայտ խոստովանում էր, որ նա անտիպիկ դեպք է, վիճակագրական բացառություն։ Ալցհեյմերը դեռ այնտեղ էր, բայց նրա զարգացումն այնքան դանդաղ էր, որ գրեթե կանգնած էր թվում։ Տարեց կինը շփոթության շրջաններ ուներ, իհարկե, օրեր, երբ կորչում էր սեփական հիշողություններում, բայց նա ուներ ամբողջական շաբաթներ տպավորիչ մտավոր պարզությամբ։ Դա սերն է, ասում էր Արմենը, երբ որը մեկը հարցնում էր։ Նա շրջապատված է մաքուր սիրով, դա նրան պահում է այստեղ, մեզ հետ։ Եվ դա ճիշտ էր։ Տիկին Հեղինեն այդ իմպրովիզացված ընտանիքի կենտրոնն էր։ Գաբրիելն ամեն օր այցելում էր նրան, երբեմն պարզապես միասին նախաճաշելու աշխատանքից առաջ, երբեմն երկար ընթրիքների, որտեղ խոսում էին ամեն ինչից ոչնչից։ Լուսինեն այցելում էր նրան, երբ կարողանում էր, բերելով ծաղիկներ շուկայից, պատմություններ ապաստարանից, որոնք ստիպում էին տարեց կնոջ աչքերին փայլել։ Անին կիրակի օրերին գալիս էր տնական թխվածքներով, սոցիալական միջոցառումների անհավանական պլաններով։ Սոնան անձամբ հոգ էր տանում նրա առողջության մասին, կարգավորում էր դեղորայքը, կանոնավոր հետազոտություններ անում, երաշխավորում, որ ամեն մանրուք կատարյալ լինի։ Մարտի մի անձրոտ օր, երբ Երանի երկինքը ջուր էր թափում, կարծես ուզում էր լվանալ ամբողջ քաղաքը, Գաբրիելն ունեցավ այն գաղափարը, որս մեկ անգամ փոխելու էր ամեն ինչ։
Նստած էր գրասենյակում, պատուհանից նայում էր ապակու վրայով սահող կաթիլներին, երբ Անին մտավ, ձեռքին ընկերության սոցիալական ծրագրերի մասին հաշվետվությունների մի կույտ։ «Տեսել ես այս թվերը», հարցրեց նա ոգորված։ «Վերջին 6 ամսում արդեն օգնել ենք սոցիալապես վերաինտեգրել անօթան իրավիճակում գտնվող ավելի քան 200 մարդու։ 200 ընտանիք հիմա տանիք ունի մատչելի բնակարանաշինության նախագծերի շնորհիվ։ Անհավանական է, Գաբրիել»։ Գաբրիելը նայեց թվերին, զգալով այն ծանոթ նպատակի զգացումը, որն առաջնորդում էր նրան իր կյանքը վերսկսելու որոշումից ի վեր։ «Բայց մի բան պակասում է», ասաց նա մտածկոտ։ «Պակասում է կենտրոնացված տարածք։ Մի վայր, որտեղ մարդը կարող է գալ գտնել այն ամենը, ինչ պետք է։ Ժամանակավոր ապաստան, բժշկական սպասարկում, հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստում, ամեն ինչ ինտեգրված։ Իսկական աջակցության կենտրոն»։ Անին նստեց նրա դիմացի աթոռին, աչքերը փայլում էին։ «Դու մտածում ես այդպիսի կենտրոն ստեղծելու մասին»։ «Ես մտածում եմ, որ մենք պետք է դա անենք։ Արմենն ունի ռեսուրսները, ընկերությունն ունի շինարարության փորձը, դու ունես սոցիալական նախագծերի կառավարման փորձ, Լուսինեն, Սոնան կարող են կառուցել սպասարկման համակարգը։ Մենք կարող ենք դա անել»։ Այդ նույն երեկո Գաբրիելը գաղափարը ներկայացրեց Արմենին Սոնային կենտրոնի տանը ընթրիքի ժամանակ։ Տիկին Հեղինեն հատկապես պարզամիտ էր, ուշադիր լսում էր ամեն բառ, մինչ ուտում էր իր բանջարեղենային ապուրը։ Երբ Գաբրիելն ավարտեց նախագծի բացատրությունը, նա զարմանալի էներգիայով ձեռքը խփեց սեղանին։ «Արեք դա։ Կառուցեք այդ վայրը։ Եվ իմ անունը դրեք դրա վրա»։ Բոլորը լռեցին, նայելով տարեց կնոջը։ Նա ժպտաց, այն լույսով լի ժպիտը, որը դեռ կարողանում էր լուսավորել ցանկացած միջավայր։ «Եթե այս կյանքում ինչ-որ բանով եմ հիշվելու, թող դա լինի սրանով։ Մի վայրով, որն օգնում է մարդկանց նորից սկսել։ Ինչպես Գաբրիելը նորից սկսեց։ Ինչպես մենք բոլորս նորից սկսեցինք»։ Արմենը զգաց, թե ինչպես են արցունքները գլորվում դեմքով։ «Մամ, մենք դա կանենք։ Մենք կստեղծենք Հեղինե Սարգսյան աջակցության կենտրոնը։ Եվ դա կլինի լավագույն կենտրոնը, որ այս քաղաքը երբևէ տեսել է»։ Հաջորդ ամիսները լարված աշխատանքի ամիսներ էին։ Արմենը մի մեծ հողատարածք գնեց Շենգավիթի շրջանում, կենտրոնին մոտ գտնվող քաղաքային վերակենդանացման ենթակա տարածքում։ Գաբրիելը, որն ավարտում էր իր դասընթացը, հրավիրվեց ղեկավարելու ճարտարապետական նախագիծը, որպես իր ավարտական աշխատանքի մաս։ Դա կատարյալ հնարավորություն էր, միավորելով իր ակադեմիական կրթությունը կյանքի նպատակի հետ։ Նա օրեր ու գիշերներ աշխատեց նախագծի վրա, գծելով ամեն մանրուք։ Ուզում էր ստեղծել մի տարածք, որը կլիներ ֆունկցիոնալ, բայց նա հյուրընկալ, որը չէր ունենա ավանդական ապաստարանների այն սառը ինստիտուցիոնալ մթնոլորտը։ Մտածեց արժանապատիվ անհատական սենյակների համակեցությունը խրախուսող ընդհանուր տարածքների, բնություն խաղաղություն բերող ներքին այգիների, գաղտնիությունը պահպանող սպասարկման սենյակների մասին։ Նախագծի ամեն սանտիմետրը մտածված էր սիրով հարգանքով այն մարդկանց նկատմամբ, որոնք այնտեղ պետք է ապաստանեին։ Լուսինեն կառուցեց սոցիալական սպասարկման ծրագրերը, ստեղծելով մարդասիրական արձանագրություններ, որոնք կերաշխավորեին, որ յուրաքանչյուր մարդու վերաբերվեն արժանապատվությամբ առաջին իսկ պահից։ Սոնան կազմեց կամավոր բժշկական թիմ, որն անվճար կսպասարկեր ապաստանածներին։ Անին մշակեց մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, ընկերությունների ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Գաբրիելն ավարտեց համալսարանը։ Ավարտական արարողությունը հուզիչ էր։ Նա բեմում էր, հագել էր պատմուճանն ու գլխարկը, վերջապես ձեռքին պահում էր այն դիպլոմը, որը տարիներ առաջ իրենից գողացել էին։ Բայց այս անգամ այլ էր։ Դա պարզապես գիտելիքը հաստատող թուղթ չէր։ Դա անկման վերածննդի ճանապարհորդության ցավը նպատակի վերածելու մի մարդու խորհրդանիշն էր, որը հրաժարվեց սահմանվել իր կյանքի վատագույն պահով։ Հանդիսատեսի շարքերում, բոլորը միասին նստած առաջին շարքում, Արմենն էր, տիկին Հեղինեն իր սայլակով, Սոնան, Լուսինեն, Անին, նույնիսկ Տիգրան Գորգյանը, նրա ղեկավարը, Սարգսյան գործընկերներ ում։ Երբ կանչեցին նրա անունը, նա անցավ բեմով, բոլորը ոտքի կանգնեցին, ծափահարեցին այնպիսի ուժով, որ մյուս շրջանավարտներն ու հարազատները հետաքրքրությամբ նայեցին։ Գաբրիելը ձեռքով արեց նրանց, դեմքը թաց երջանկության արցունքներից, զգալով, որ այդ պահը ոչ միայն իրենն էր, այլ բոլոր նրանց, ովքեր հավատացել էին իրեն, երբ ինքն այլևս չէր հավատում։
Ավարտելուց հետո Երանի հեղինակավոր ճարտարապետական ընկերություններից մեկը, Urban Studio-ն, որը հայտնի էր իր սոցիալական ուղղվածության նախագծերով, առաջարկ արեց Գաբրիելին։ Ուզում էին նրան վարձել հատուկ ղեկավարելու իրենց սոցիալական ազդեցության բնակարանային նախագծերի նոր բաժինը։ Աշխատավարձը առատաձեռն էր, հնարավորությունը արտասովոր, դա այն ամենն էր, ինչ Գաբրիելը երազել էր, երբ առաջին անգամ համալսարան էր ընդունվել 10 տարի առաջ։ Նա ընդունեց, բայց պայմանավորվեց շարունակել համագործակցել Սարգսյան գործընկերների հետ, Հեղինե Սարգսյան կենտրոնի նախագծերի ընկերության այլ սոցիալական նախաձեռնությունների շրջանակներում։ Արմենն անմիջապես համաձայնեց, հպարտանալով տեսնելով, թե ինչպես է Գաբրիելը նվաճում այն ճանաչումը, որին միշտ արժանի էր։ Հեղինե Սարգսյան կենտրոնի կառուցումը տեց 8 ամիս։ Գաբրիելն անձամբ հետում էր ամեն փուլին, հիմքից մինչ վերջնական հարդարում։ Տեսնում էր, թե ինչպես է իր նախագիծը թղթից դուրս գալիս իրականություն դառնում բետոնի, ապակու պողպատի մեջ։ Դա եռահարկ շենք էր, որը կարող էր ժամանակավորապես ապաստանել 50 մարդու, ուներ լիարժեք բժշկական կաբինետներ, հոգեբանական սպասարկման սենյակներ, գրադարան, վերապատրաստման դասընթացների համար դասասենյակներ, արդյունաբերական խոհանոց, որը օրական 3 անգամ սնունդ կմատուցեր, ներքին այգիներ, ծառերով նստարաններով, որտեղ մարդիկ կարող էին մի փոքր խաղաղություն գտնել։ Բայց այն, ինչով Գաբրիելն ամենաշատն էր հպարտանում, գլխավոր մուտքն էր։ Նա նախագծել էր լայն լուսավոր նախասրահ, մեծ պատուհաններով, որոնք թույլ էին տալիս բնական լույսի ներթափանցումը, տաք տերակոտայի երանգներով պատեր, հենց կենտրոնական պատին մի նախադասություն, որը խնդրել էր մեծ տառերով գրել. «Այստեղ դուք ցանկալի եք։ Այստեղ ձեզ տեսնում են։ Այստեղ դուք կարող եք նորից սկսել»։ Բացումը նշանակված էր նոյեմբերի մի առոտ շաբաթ օր, երբ Երանյան գարունն իր գագաթնակետին էր։ Հարյուրավոր մարդիկ էին եկել, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրված էին նախագծով, մինչ թաղամասի հետաքրքրասեր բնակիչներ, գործընկեր գործարարներ, կամավորներ, մարդիկ, որոնք սպասարկվել էին Սարգսյան գործընկերներ, ի նախորդ ծրագրերով այժմ վերականգնել էին իրենց կյանքը։ Բայց պատվավոր տեղերը կենտրոնի արջի այգում տեղադրված աթոռների առաջին շարքում վերապահված էին այն փոքրիկ խմբին, որը սկիզբ էր դրել այս ամենին։ Տիկին Հեղինեն փայլում էր, հագել էր բաց կապույտ զգեստ, որը Լուսինեն էր ընտրել, սպիտակ մազերը Սոնայի կողմից սիրով սանրված։ Նրա կողքին Արմենը բռնել էր նրա ձեռքը, աչքերը փայլում էին հպարտությունից։ Մյուս կողմում Գաբրիելն ու Լուսինեն էին, այժմ պաշտոնապես նշանված նշանադրության մատանիներով, որոնք փայլում էին արի տակ։ Անին իր ընտանիքի հետ նստած էր հենց հետում, Տիգրան Գորգյանը ներկայացնում էր ընկերության թիմը, նույնիսկ բժիշկ Ավետիսյանն էր եկել, հիացած իր ամենաարտասովոր հիվանդի վերականգնմամբ։ Երբ եկավ ելույթների ժամանակը, Արմենը բարձրացավ տեղադրված փոքրիկ ամբիոն։ Սկսեց խոսել սոցիալական նախագծերի կարողությունից, կորպորատիվ պատասխանատվությունից, համայնքային ազդեցությունից, բայց ձայնը սկսեց դողալ, երբ հասավ անձնական մասին։ 2.5 տարի առաջ մայրս անհետացավ մի ցուրտ գիշեր։ Եվ երբ ես նրան գտա, պարզեցի, որ նրան ամբողջ գիշեր խնամել է մի անծանոթ, որը ոչինչ չուներ, բայց տվել է այն, ինչ կարող էր։ Այդ ժեստը փոխեց 3 կյանք։ Մորս, իմ Գաբրիելի։ Եվ այդ փոփոխությունը տարածվեց, հուզելով բոլորին, ովքեր այսօր այստեղ են։ Նա նայեց Գաբրիելին, որը քաջալերող ժպտաց։ Այս կենտրոնը պարզապես ճարտարապետական կամ սոցիալական աջակցության նախագիծ չէ։ Դա հուշարձան է մի պարզ ճշմարտության, որ կարեկցանքը իրականությունները փոխելու ուժ ունի։ Որ բարության մի արարքը կարող է ալիքներ ստեղծել, որոնք տարածվում են շատ ավելի հեռու, քան մենք կարող ենք տեսնել։ Գաբրիել, կուզես բարձրանալ այստեղ։ Գաբրիելը ոտքի կանգնեց, զարմացած, բայց քայլեց դեպի ամբիոն։ Արմենն ամուր գրկեց նրան, նախքան խոսափողը փոխանցելը։ Երբ դու այն գիշեր խնամում էիր մորս, շարունակեց Արմենը, չգիտեիր, որ փրկում ես նրա կյանքը։ Բայց դու նա փրկում էիր իմը։ Ինձ սովորեցրիր, որ իսկական հաջողությունը ոչ թե նրանում է, թե որքան ենք կուտակում, այլ նրանում, թե որքան ենք կարողանում տալ։ Այս կենտրոնը գոյություն ունի, որովհետև դու գոյություն ունես։ Սա քո գործն է նույնքան, որքան մեզանից յուրաքանչյուրինը։ Գաբրիելը դողացող ձեռքերով վերցրեց խոսափողը։ Նայեց բոլոր այդ մարդկանց, այն շենքին, որը նախագծել էր այդքան խնամքով, այն ցուցանակին, որի վրա գրված էր Հեղինե Սարգսյան աջակցության կենտրոն, զգաց այնպիսի մեծ հուզմունք, որ հազիվ էր կարողանում շնչել։ Ես այն գիշեր ոչ մի առանձնահատուկ բան չեմ արել, սկսեց նա ցածր ձայնով։
Պարզապես մնացել եմ մի տարեց կնոջ կողքին, որը կարիք ուներ։ Ցանկացած մարդ պետք է դա անի։ Բայց ես պարզեցի, որ ոչ բոլորն են անում։ Եվ պարզեցի նա, որ երբեմն, երբ դու օգնում ես մեկին, իրականում փրկում ես ինքդ քեզ։ Նա նայեց տիկին Հեղինեին, որը նայում էր նրան սիրով լի այն ժպիտով։ Տիկին Հեղինեն ինձ շատ ավելին տվեց, քան ես նրան։ Ինձ ընտանիք տվեց, երբ ես ոչ ոք չունեի։ Ինձ նպատակ տվեց, երբ ես կորած էի։ Ինձ ցույց տվեց, որ միշտ հնարավոր է նորից սկսել, անկախ նրանից, թե որքան խորն ես ընկել։ Հետո նայեց Արմենին։ Եվ Արմենն ինձ հնարավորություն տվեց, երբ բոլոր դռները փակ էին։ Հավատաց ինձ, երբ ես հազիվ էի հավատում ինքս ինձ։ Ինձ սովորեցրեց, որ աշխարհում կան լավ մարդիկ, որոնք պատրաստ են փոփոխություն բերել։ Վերջապես, նրա աչքերը հանդիպեցին Լուսինեին։ Եվ ես սեր գտա, երբ կարծում էի, որ արժանի չեմ սիրվելու։ Գործընկեր գտա, մեզանից ավելի մեծ բան կառուցելու համար։ Նա խորը շունչ քաշեց։ Այս կենտրոնը կընդունի մարդկանց, որոնք այնտեղ են, որտեղ ես եմ եղել։ Անտեսանելի, մոռացված մարդկանց, որոնք կարծում են, որ այլս հնարավորություն չունեն։ Եվ նրանցից յուրաքանչյուրը կլսի այն, ինչ ես պետք է հիմա ասեմ։ Դուք արժեք ունեք։ Ձեր կյանքը կարևոր է։ Մի վատ պահը չի սահմանում, թե ով եք դուք։ Դուք կարող եք նորից սկսել։ Եվ մենք այստեղ կլինենք օգնելու համար։ Հանդիսատեսը պայթեց ծափահարություններով։ Շատերը բացահայտ լաց էին լինում։ Գաբրիելն իջավ ամպիոնից ուղիղ գնաց տիկին Հեղինեի մոտ, ծնկի իջնելով նրա սայլակի կողքին։ Տարեց կինը ձեռքերը դրեց նրա դեմքին, աչքերը փայլում էին արցունքներից։ Իմ թանկագին տղա, ասաց նա, ձայնը բյուրեղի պես պարզ։ Դու կարծում ես, թե փրկել ես փողոցում կորած մի ծեր կնոջ։ Բայց դու ես ինձ փրկել։ Ինձ պատճառ տվեցիր պարզամիտ մնալու, պայքարելու այս հիվանդության դեմ, որն ուզում է ինձ ջնջել։ Ամեն օր, երբ արթնանում եմ, գիտեմ, որ քեզ եմ տեսնելու, մի օր է, որն արժե ապրել։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքերը, հեկեկալով։ Ես քեզ սիրում եմ, տատիկ։ Առաջին անգամ էր նրան այդպես անվանում, Տիտղոսը կատարյալ ճիշտ հնչեց։ Եվ ես քեզ սիրում եմ, իմ սրտի թոռնիկ, պատասխանեց նա, արցունքները թրջում էին երկուսի դեմքերը։ Եվ դու այն որդին ես, որին ես նվեր ստացա տիեզերքից։ Երկուսը, որոնք հիմա ունեմ, նա նայեց մոտեցող Արմենին, իմ ամենամեծ օրհնություններն են։ Երեքը գրկախառնվեցին այնտեղ, բոլորի առաջ, այնպիսի մտերմության ճշմարտության պահին, որ նույնիսկ ամենասկեպտիկները սրտի կսկիծ զգացին։ Հետո եկավ տիկին Հեղինեի խոսելու հերթը։ Սոնայի օգնությամբ նա ոտքի կանգնեց, խոսափողը բռնած թեթակի դողացող ձեռքերով, բայց մի վճռականությամբ, որը կասկած չէր թողնում նրա պարզամտության մասին այդ պահին։ Ես մի հիվանդություն ունեմ, որը փորձում է գողանալ իմ հիշողությունները, սկսեց նա հաստատուն ձայնով։ Օրեր կան, որ չգիտեմ, որ օրն է, կամ որտեղ եմ։ Բայց մի բան կա, որ այս հիվանդությունը երբեք չի կարողանա ջնջել։ Այն սերը, որը ես զգում եմ այստեղի այս մարդկանց նկատմամբ։ Եվ այն համոզմունքը, որ կյանքն արժե ապրել, երբ մենք ընտրում ենք սիրել։ Նա նայեց իր անունով ցուցանակին։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ ունենք։ Կարևոր է, թե ինչ ենք անում այդ ժամանակի հետ։ Կարևոր է, թե ում հետ ենք ընտրում կիսել օրերը։ Կարևոր է, թե արդյոք աշխարհը մի փոքր ավելի լավն ենք թողել, քան գտել ենք։ Մատնացույց արեց իր հետի շենքը։ Այս վայրը շատ մարդկանց է օգնելու։ Ապաստան է լինելու նրանց համար, ովքեր չունեն։ Հույս է լինելու նրանց համար, ովքեր կորցրել են։ Նոր սկիզբ է լինելու նրանց համար, ովքեր կարծում են, որ վերջացել է։ Եվ սա, սիրելիներս, սա այն է, ինչ պետք է լինի կյանքը։ Մարդկանց օգնող մարդկանց շղթա, սիրուց ավելի շատ սեր ծնող։ Արցունքներն ազատորեն հոսում էին առաջին շարքի բոլորի դեմքերով։ Տիկին Հեղինեն ժպտաց, այն ժպիտը, որը լուսավորում էր ամեն ինչ շուրջը։ Եվ եթե մի օր ես այս ամենից ոչինչ չհիշեմ, եթե հիվանդությունը հաղթի ջնջի իմ բոլոր հիշողությունները, ես գիտեմ, որ դուք կհիշեք իմ փոխարեն։ Կհիշեք այս օրը։ Կհիշեք, թե ինչ ենք կառուցել միասին։ Կհիշեք, որ սերը ավելի ուժեղ է, քան ցանկացած հիվանդություն, ցանկացած ցավ, ցանկացած խավար։ Երբ նա ավարտեց, հանդիսատեսի մեջ չոր աչք չկար։ Հաջորդած ծափահարությունը երկարատ էր, ինտենսիվ, հուզմունքով լի։
Տիկին Հեղինեն նստեց իր սայլակին, հոգնած, բայց երջանիկ Գաբրիելն ու Արմենը ծնկի իջան նրա յուրաքանչյուր կողմում, երեքը մի գրկախառնության մեջ, որը խորհրդանշում էր այն ամենը, ինչ նրանք միասին նվաճել էին։ Հեղինե Սարգսյան կենտրոնն իր դռները բացեց հաջորդ օրը։ Առաջին 20 մարդիկ ընդունվեցին այդ շաբաթ, յուրաքանչյուրն իր ցավի դիմացկունության պատմությամբ։ Գաբրիելը պնդում էր, որ անձամբ ծանոթանա բոլորի հետ, սեղմի նրանց ձեռքերը, նայի յուրաքանչյուրի աչքերի մեջ, ասի. Դուք կկարողանաք։ Ես գիտեմ, որովհետև ես կարողացա։ Եվ մենք ձեզ կօգնենք։ Հաջորդ ամիսներին կենտրոնը դարձավ օրինակելի երանում։ Լրատվամիջոցները լուսաբանեցին նախագիծը, այլ ընկերություններ ոգեշնչվեցին, ստեղծեցին նմանատիպ նախաձեռնություններ, քաղաքապետարանը դիմեց Սարգսյան գործընկերներ ին սոցիալական բնակարանաշինության ոլորտում համագործակցության համար։ Ազդեցությունը բազմապատկվում էր համակենտրոն շրջանակներով, հուզելով կյանքեր, որոնց մասին նրանք երբեք չէին իմանա, որ հուզել են։ Գաբրիելն ու Լուսինեն հարսանիքը նշանակեցին հաջորդ ամռանը։ Դա լինելու էր Հեղինե Սարգսյան կենտրոնի այգում արարողություն, որտեղ նրանց օգնած մարդիկ լինելու էին պատվավոր հյուրեր։ Ուզում էին նշել ոչ միայն իրենց սերը, այլ այն համայնքը, որը օգնել էին ստեղծել։ Արմենն ու Սոնան պլանավորում էին ընդլայնել ընկերության սոցիալական աշխատանքը, բացելով ավելի շատ կենտրոններ քաղաքի այլ շրջաններում։ Տիգրան Գորգյանը, որը ականատես էր եղել ողջ վերափոխմանը, դարձել էր սոցիալական նախագծերի ամենամեծ աջակիցներից մեկը, օգնելով այլ գործարարների ներգրավել գործին։ Անին դարձավ Սարգսյան գործընկերներ ի սոցիալական ազդեցության տնօրեն, ղեկավարելով բոլոր ծրագրերը, դառնալով հարգված ձայն հայկական երրորդ սեկտորում։ Նրա աշխատանքը ոգեշնչում էր ուրիշներին, նրա կիրքը վարակում էր բոլորին շուրջը։ Եվ տիկին Հեղինեն շարունակում էր մարտահրավեր նետել վիճակագրությանը։ Ալցհեյմերի ախտորոշումից 3 տարի անց նա դեռ ավելի շատ լավ օրեր ուներ, քան վատ, դեռ ճանաչում էր բոլորին, ում սիրում էր, դեռ կարողանում էր պարզ ելույթ ունենալ, երբ դա կարևոր էր։ Բժիշկներն ուսումնասիրում էին նրա դեպքը, տարակուսած, բայց պատասխանը պարզ էր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան։ Նա չափազանց շատ պատճառներ ուներ ներկա մնալու համար։ Դեկտեմբերի մի ոսկեգույն օր, 3 տարի անց այն ցուրտ գիշերից, երբ ամեն ինչ սկսվեց, ամբողջ ընտանիքը հավաքվել էր կենտրոնի տան այգում։ Տիկին Հեղինեն նախագահում էր սեղանը 100-ամյա թթենուս թվերի տակ, շրջապատված բոլորով, ում սիրում էր։ Արմենն ու Սոնան մի կողմում, Գաբրիելն ու Լուսինեն մյուս, Անին իր նոր ընկերոջ հետ, Տիգրան Գորգյանը, որը գրեթե ընտանիքի անդամ էր դարձել, բժիշկ Ավետիսյանը, որը գալիս էր, երբ կարողանում էր, նույնիսկ Անահիտը խնամողը, որն այնտեղ էր սկզբից ի վեր։ Նշում էին Հեղինե Սարգսյան կենտրոնի 3-ամյակը, որն արդեն ապաստանել օգնել էր ավելի քան 500 մարդու վերականգնել իրենց կյանքը։ Գաբրիելը ներկայացնում էր թվերը, հաջողության պատմությունները, հաջորդ նախագծերը։ Տիկին Հեղինեն դիտում էր նրանց այն քնքուշ իմաստուն հայացքով, որը տարիքն ու հիվանդությունը ինչ-որ կերպ կատարելագործել էին, փոխանակ նվազեցնելու։ Երբ Գաբրիելն ավարտեց իր ներկայացումը, նա խոսք խնդրեց. Գիտեք, թե ինչ եմ սովորել այս ամենից, սկսեց նա խաղաղ ձայնով։ Սովորեցի, որ մենք երբեք չգիտենք, թե երբ ենք գտնելու մեր իսկական ընտանիքը։ Ես կարծում էի, որ ընտանիքը միայն արյունն է։ Բայց դուք ինձ սովորեցրիք, որ ընտանիքը նա է, ով ընտրում է մնալ։ Ով ընտրում է սիրել։ Ով ընտրում է հոգ տանել։ Նա նայեց այնտեղ ներկա յուրաքանչյուրին։ Ես մի գիշեր կորա այդ փողոցներում։ Եվ ամենամեծ խոցելիության այդ պահին ես գտա իմ երկրորդ որդուն, մատնացույց արեց Գաբրիելին։ Նա չգիտեր, թե ով եմ ես, շահելու ոչինչ չուներ։ Բայց մնաց։ Եվ այդ ժեստը փրկեց 3 կյանք։ Այժմ նայում էր Արմենին։ Իմ արյունակից որդին սովորեց, որ հաջողությունը ապակե աշտարակներում չէ, այլ այն սրտերում, որոնց մենք հուզում ենք։ Եվ գտավ մի կնոջ, շրջվեց դեպի Սոնան, որն աշխարհը տեսնում է նույն գեղեցիկ ձով, ինչպես նա սովորեց տեսնել։ Հետո Լուսինեին։ Իմ որդին գտավ մի ուղեկցի, որը պայքարում է նույն ճակատամարտերը, որը երազում է նույն երազանքները։ Դուք երկուսդ միասին բարության անկասելի ուժ եք։ Անին, իսկ դու գեղեցիկ աղջիկ, քո աշխարհի չափ սրտով, ստիպում ես, որ այդքան շատ կյանքեր վերափոխվեն։ Վերջում նայեց բոլորին։ Ես չգիտեմ, թե որքան ժամանակ դեռ ունեմ։ Այս հիվանդությունը կարող է ինձ տանել վաղը կամ 10 տարի հետո։ Բայց ես մի բան գիտեմ։ Ամեն վայրկյան, որ ապրում եմ ձեզանով շրջապատված, ավելին արժե, քան մի ամբողջ կյանք առանց սիրո։
Մենք կյանքը տարիներով չենք չափում։ Չափում ենք շունչը կտրող պահերով։ Եվ դուք ինձ այդ պահերը տալիս եք ամեն օր։ Գաբրիելը չկարողացավ զսպել լացը։ Ոտքի կանգնեց, գրկեց տիկին Հեղինեին ամբողջ ուժով, կարծես կարող էր պաշտպանել նրան ամեն ինչից, այդ թվում ժամանակից։ Ես քեզ շատ եմ սիրում, տատիկ։ Եվ ես քեզ սիրում եմ, իմ սրտի թոռնիկ, պատասխանեց նա, արցունքները թրջում էին երկուսի դեմքերը։ Արը սկսում էր մայր մտնել, երանի երկինքը ներկելով նարնջագույն, վարդագույն ոսկեգույն երանգներով։ Բոլորը մնացին այնտեղ, այգում, զրուցելով, ծիծաղելով, հիշելով։ Վերհիշեցին այն ցուրտ գիշերը Շենգավիթում, վախը, հուսահատությունը, անհավանական հանդիպումը, որը փոխել էր ամեն ինչ։ Վերհիշեցին ճանապարհորդության ամեն քայլը, ամեն հաղթահարված խոչընդոտը, ամեն նվաճված հաղթանակը։ Երբ աստղերը սկսեցին հայտնվել երկնքում, Գաբրիելը շուրջը նայեց խորը խաղաղություն զգաց։ Այնտեղ իր ընտանիքն էր։ Ոչ թե այն, որի հետ ծնվել էր, այլ այն, որը տիեզերքը դավադրել էր միավորելու։ Մի ընտանիք, որը կառուցված էր բարության, հաղթահարման անպայմանական սիրո վրա։ Արմենը բռնեց Գաբրիելի ձեռքը մի կողմից Սոնայինը մյուս։ Ով կմտածեր, որ մի սարսափելի գիշեր կվերածվեր լավագույն բանի, որ երբե ինձ հետ պատահել է, մեղմ ասաց նա։ Որովհետև դու սովորեցիր տեսնել ողբերգությունների տակ քողարկված օրհնությունները, իմաստնորեն պատասխանեց Սոնան։ Տիկին Հեղինեն, արդեն քնկոտ, բայց դեռ ներկա, մրմնջաց իր վերջին իմաստությունը այդ գիշերվա համար։ Կյանքը կազմված է ընտրություններից։ Մենք կարող ենք ընտրել դառնությունը կամ երախտագիտությունը, ատելությունը կամ սերը, վրեժը կամ ներումը։ Եվ այդ ընտրություններից յուրաքանչյուրը սահմանում է ոչ թե ով ենք մենք, այլ ով ենք դառնում։ Այդ խոսքերը կախված մնացին երանյան գիշերվա օդում, պարզ, բայց խորը ճշմարտություններ, որոնք այնտեղի յուրաքանչյուրը կպահեր ընդմիշտ։ Շրջանը փակվել էր։ Երիտասարդը, որն օգնել էր մի անծանոթի, առանց որևէ բան ակնկալելու, ընդունվեց նրա ընտանիքի կողմից։ Կինը, որը կորել էր փողոցներում, շփոթության մեջ գտավ իր ամենասիրելի մարդկանց միավորելու ճանապարհը։ Շահույթով տարված գործարարը բացահայտեց, որ իսկական հարստությունը հուզված սրտերում փոխված կյանքերում է։ Եվ բոլորը միասին ապացուցեցին, որ ընտանիքը ոչ միայն նա է, ով ծնվում է քեզ հետ, այլ նա, ով ընտրում է մնալ, երբ դու ամենաշատն ես դրա կարիքն ունենում։ Որ երկրորդ հնարավորություններ գոյություն ունեն նրանց համար, ովքեր քաջություն ունեն նորից սկսելու։ Որ սերը, այն զգացմունքը, որը ժամանակակից հասարակությունն այդքան արժեզրկում է, դեռ տիեզերքի ամենահզոր ուժն է, որը կարող է բուժել անբուժելի թվացող վերքեր, կամուրջներ կառուցել, որտեղ միայն անդունդներ կային, հույս ծլեցնել, որտեղ միայն հուսահատություն կար։ Այդ գիշեր, մինչ երանը քնում էր նրանց շուրջ, ճակատագրով միահյուսված հոգիների այդ փոքրիկ խումբը մնաց միասին աստղերի տակ, իմանալով, որ գտել են մի թանկարժեք հազվագյուտ բան։ Մի սեր, որը ոչինչ չէր խնդրում, որը չէր դատում, որը պարզապես գոյություն ուներ իր ամենամաքուր ձով։ Եվ վերջապես հասկացան, որ կյանքը կարող է լինել անկանխատեսելի, երբեմն դաժան, բայց նա կարող է զարմացնել անսպասելի առատաձեռնությամբ, երբ ընտրում ես բացել սիրտը։ Որ երջանիկ ավարտները հեքիաթների արտոնություն չեն, այլ նվաճում նրանց, ովքեր չեն հանձնվում, հավատալով մարդկային բարությանը, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Պատմությունը, որը սկսվեց կարեկցանքի մի ժեստով մի ցուրտ գիշեր, վերածվեց սիրո մի ժառանգության, որը կշարունակեր տարածվել սերունդների միջով, հուզելով կյանքեր, որոնց մասին նրանք երբեք չէին իմանա, ոգեշնչելով բարություն սրտերում, որոնք դեռ նույնիսկ չէին ծնվել։ Որովհետև սա է իսկական սիրո բնույթը։ Այն անվերջ բազմապատկվում է, ստեղծելով ալիքներ, որոնք երբեք չեն դադարում ընդարձակվել, հասնելով հեռավոր ափեր, որոնց գոյության մասին մենք նույնիսկ չենք պատկերացնում։ Եվ այսպես, աստղերով որպես ընտանիք իրար ընտրածների ժպիտներով լուսավորված այգում, այս պատմությունը գտնում է իր ավարտը։ Ոչ թե ավարտի ավարտ, այլ նոր սկզբի ավարտ։ Որովհետև ամեն ավարտ պարզապես նոր ճանապարհորդության սկիզբ է, այն սերը, որը նրանք միասին կառուցել էին, պարզապես շատ ավելի մեծ բանի սկիզբն էր։